Անձրոտ մի գիշեր մի տղա վազում է ամայի փողոցներով, օգնություն կանչելով, մինչ հայրը դաժան հարձակումից հետո մահվան եզրին է։ Նրա կանչին արձագանքում է միայն մի խորհրդավոր աղջիկ, պատառոտված ծածկոցի մեջ փաթաթված, որն օժտված է անսպասելի հմտություններով։ Բայց երբ բոլորը սկսում են փնտրել նրան, աղջիկն անհետանում է, իր հետից թողնելով միայն հարցականներ մի վտանգավոր գաղտնի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Այդ հինգշաբթի գիշեր Երանի կենտրոն թաղամասի փողոցներում հորդառատ անձր էր տեղում։ Ծանր կաթիլները զարկում էին թաց ասֆալտին, ստեղծելով ջրի մի վարագույր, որը դժվարացնում էր տեսանելիությունը յուրաքանչյուրի համար, ով կհամարձակվեր դուրս գալ այդ փոթորկին։ Ռաֆին, ընդամենը 7 տարեկան մի տղա, հուսահատ վազում էր սայթաքուն մայթերով, նրա սպիտակ կոշիկները թրջվել էին, իսկ դպրոցական համազգեստը կպել էր փոքրիկ մարմնին։ Նրա արցունքները խառնվում էին անձրին, որը հոսում էր նրա վախեցած դեմքով։ Տղայի սիրտը անհավասար խփում էր, մինչ նա օգնություն էր կանչում, բայց նրա խոսքերը կորչում էին փոթորկի խլացուցիչ աղմուկի մեջ։ Նա հստակ չգիտեր, ուր գնալ, չէր ճանաչում այդ փողոցները, չէր հասկանում, թե ինչպես է հայտնվել այնտեղ։ Այն ամենը, ինչ նա գիտեր, այն էր, որ իր հայրը Միքայել Անդրեասյանը, ՏՏ ոլորտի հարգված գործարարը, ընկած էր մութ նրբանցքի գետնին, կուրծքը բռնած ցավից տնքում։ Ընտանիքի վարորդը Պողոսը խուճապի էր մատնվել, երբ տնօրենն սկսել էր վատանալ, պարզապես փախել էր, հորն ու որդուն մենակ թողնելով այդ անծանոթ վայրում։ Միքայելը պնդել էր, որ կարճ ճանապարհով գնան, որպեսզի ավելի արագ հասնեն տուն, մինչ ուշ երկարած խորհրդակցությունից հետո։ Պողոսը միշտ հնազանդ ընդունել էր առաջարկը շեղվել սովորական երթուղուց, մտնելով Երանի արևելյան թաղամասերի ավելի քիչ մարդաշատ փողոցներ։ Հենց այդ ժամանակ Միքայելը սկսեց զգալ առաջին ծակոցները կրծքավանդակում։ Ցավը ուժեղ էր, հանկարծակի, խլում էր նրա թոքերի ողջ օդը։ Նա խնդրեց Պողոսին անմիջապես կանգնեցնել մեքենան, գրեթե ընկնելով դուրս եկավ մեքենայից, հենվեց մոտակա նրբանցքի պատին։ Վարորդը, հասկանալով իրավիճակի լրջությունը, վախենալով պատասխանատվության ենթարկվել մի բանի համար, որը չէր կարող վերահսկել, պարզապես նստեց մեքենան, սեղմեց գազի ոտնակը, անհետանալով գիշերվա խավարում։ Ռաֆին մի քանի վայրկյան քարացած մնաց, տեսնելով, թե ինչպես է հայրը ծնկի գալիս, ձախ ձեռքով սեղմում կուրծքը, իսկ աչքերը լայն բացված էին վախից։ Տղան փորձեց օգնել, բայց նրա փոքրիկ ձեռքերը չէին կարողանում պահել տղամարդու ծանրությունը։ Միքայելը, նույնիսկ զգալով, որ կարող է ցանկացած պահի կորցնել գիտակցությունը, ուժ հավաքեց որդուն ասելու, որ օգնություն փնտրի, որ վազի, մինչ որը մեկին գտնի։ Ռաֆին հնազանդվեց, թե սարսափը պատել էր նրա մարմնի յուրաքանչյուր բջիջը։ Նա սկսեց վազել փողոցով, գոռալ, աղաչել, բայց ոչ ոք չկար։ Տների պատուհանները փակ էին, լույսերն անջատված, անձրը խլացնում էր ցանկացած ձայն, որ նա փորձում էր հանել։ Հենց այդ ժամանակ Ռաֆին տեսավ նրան։ Իր տարիքի մի աղջիկ, գուցե մի փոքր էլ փոքր, կծկվել էր մեծ կապույտ աղբամանի կողքին, ծածկված ամբողջովին պատառոտված ու կեղտոտ վարդագույն վերմակով։ Նա նստած էր թաց գետնին, ծնկները սեղմած կրծքին, ձեռքերը փաթաթած ոտքերին։ Նրա մուգ, խճճված մազերը թափվում էին նիհար դեմքին, նույնիսկ վատ լուսավորված փողոցի մթության մեջ Ռաֆին կարող էր տեսնել, որ նա դողում է ցրտից։ Տղան կանգնեց նրա դիմաց, շնչակտուր, ձայնը դուրս էր գալիս հեկեկոցների արագացած շնչառության միջից։ Հայրս վատ է, նրան օգնություն է պետք, խնդրում եմ, ինչ-որ մեկը պետք է օգնի հայրիկիս, նա ընկած է գետնին, ես չգիտեմ ինչ անել, խնդրում եմ։ Աղջիկը դանդաղ բարձրացրեց դեմքը։ Նրա մուգ շագանակագույն աչքերը փայլում էին մի տարօրինակ ուժգնությամբ երեխայի համար։ Նա չգոռաց, չվախեցավ, չցուցաբերեց այն խուճապը, որը Ռաֆին ակնկալում էր տեսնել։ Փոխարենը, նա մի վայրկյան լուռ մնաց, որը կարծես հավերժություն տեց, զննելով իր առջ կանգնած թաց տղային։ Հետո անհանգստացնող հանգստությամբ նա ոտքի կանգնեց, թողնելով, որ վերմակն ընկնի թաց գետնին, ասաց ընդամենը մեկ բառ. «Ցույց տուր»։ Ռաֆին թարթեց, շփոթված այդքան ուղիղ պատասխանից, բայց հարցեր տալու ժամանակ չկար։ Նա պարզապես շրջվեց, սկսեց վազել դեպի նրբանցք, մի քանի քայլը մեկ հետ նայելով, համոզվելու, որ աղջիկը հետում է իրեն։ Նա հետում էր։ Նրա բոբիկ ոտքերը զարմանալի թեթությամբ զարկում էին թաց ասֆալտին, չնայած նա թույլ ու խոցելի էր թվում, շարժվում էր վճռականությամբ, ճարպկությամբ։
Երբ նրանք հասան նրբանցք, Միքայելը պառկած էր կողքի վրա, դեռ գիտակից, բայց կարճ ու անկանոն շնչառությամբ։ Նրա շուրթերը թեթակի կապտել էին, նա սառը քրտինքի մեջ էր, նույնիսկ սառը անձրի տակ։ Աղջիկը մոտեցավ առանց վարանելու։ Նա ծնկի իջավ գործարարի կողքին, երկու մատը դրեց նրա դաստակին, լուռ մնաց, մտքում հաշվելով։ Լավին ապշած հետում էր ամեն ինչին, չհասկանալով, թե ինչպես այդ փոքրիկ աղջիկը գիտեր ինչ անել։ Այնուհետ նա ականջը մոտեցրեց Միքայելի կրծքին, մի քանի վայրկյան լսեց, վերջապես հայացքը բարձրացրեց դեպի Լավին։ Նա սրտի հետ կապված խնդիր ունի։ Պետք է նրան հանգիստ պահենք, անհապաղ շտապօգնություն կանչենք։ Դու հեռախոս ունես։ Լավին բացասական շարժեց գլուխը, արցունքները նորից սկսեցին հոսել։ Նա բջջայինը թողել էր մեքենայում, երբ վազել էր օգնության հետից։ Աղջիկն արագ մտածեց. վազիր այն տունը, որի պատուհանին լույս է վառվում։ Բախիր դուռը, մինչ ինչ-որ մեկը պատասխանի, խնդրիր, որ զանգահարեն 103։ Ասա, որ սրտի հետ կապված շտապ դեպք է։ Գնա հիմա։ Լավին մի վայրկյան վարանեց, վախենալով հորը մենակ թողնել այդ անծանոթուհու հետ, բայց աղջկա աչքերում ինչ-որ բան վստահություն էր ներշնչում։ Նա վազեց դեպի նշված տունը, սկսեց փոքրիկ բռունցքներով հարվածել դռանը։ Մի քանի րոպե տեց, մինչ մի տարեց, վախեցած կին մի փոքր բացեց դուռը, հարցրեց, թե ինչ է պատահել։ Լավին բացատրեց ամեն ինչ միանգամից, առանց դադարի, առանց շունչ քաշելու։ Կինը, հասկանալով հրատապությունը, վերցրեց հեռախոսը, զանգահարեց, փոխանցելով բոլոր տեղեկությունները, որոնք տղան կարողացավ տրամադրել։ Մինչդեռ նրբանցքում աղջիկը շարունակում էր մնալ Միքայելի կողքին։ Նա հանել էր իր մոխրագույն սվիտերը, պատռել թքերից մեկը, կտորն օգտագործելով տղամարդու դեմքը չորացնելու, նրան տաք պահելու համար։ Նա ցածր ձայնով խոսում էր նրա հետ, ասելով, որ օգնությունը ճանապարհին է, որ նա պետք է դանդաղ շնչի, որ ամեն ինչ լավ կլինի։ Միքայելը, նույնիսկ ուժեղ ցավի պայմաններում, կարողանում էր լսել այդ մանկական ձայնը, զգալ դրանից բխող հանգստությունը։ Նա փորձեց հարցնել, թե ով է նա, բայց աղջիկը պարզապես իր փոքրիկ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա, խնդրեց, որ ուժերը խնայի։ Լավին վազելով վերադարձավ, զանգահարած կնոջ ուղեկցությամբ։ Կինը բերել էր մեծ հովանոց 4 ծածկոց։ Աղջիկն ընդունեց ծածկոցը, զգուշությամբ փաթաթեց Միքայելին, համոզվելով, որ նա հնարավորինս հարմարավետ է այդ պայմաններում։ Նա շարունակում էր ստուգել նրա զարկերակը, շնչառությունը, պարզ հարցեր տալով, թե ինչ է զգում։ Միքայելը դժվարությամբ էր պատասխանում, բայց ամեն անգամ, երբ նրա աչքերը հանդիպում էին աղջկա աչքերին, նա տարօրինակ անվտանգության զգացում էր ունենում։ Շտապօգնությունը 15 րոպեից հասավ, 15 երկար րոպե, որոնց ընթացքում աղջիկը ոչ մի վայրկյան չհեռացավ Միքայելի կողքից։ Երբ վերջապես բուժակները իջան մեքենայից, վազեցին դեպի նրբանցք, նրանք հանդիպեցին մի տեսարանի, որտեղ երեխան առաջին օգնություն էր ցուցաբերում այնպիսի արդյունավետությամբ, որը զարմացրեց նույնիսկ փորձառու մասնագետներին։ Բուժակներից մեկը, կանաչ համազգեստով բարձրահասակ մի տղամարդ, հարցրեց աղջկան, թե ինչ է պատահել։ Նա բացատրեց ամեն ինչ հստակորեն, օգտագործելով տեխնիկական տերմիններ, որոնք 7 տարեկան երեխան չպետք է իմանար։ Անհավասար զարկերակ, մակերեսային շնչառություն, սրտամկանի սուր ինֆարկտի հավանականություն, ցավ, որը ճառագայթում է դեպի ձախ թ. Բուժակները տպավորված նայեցին միմյանց, անմիջապես սկսեցին աշխատել։ Նրանք Միքայելին դրեցին պատգարակի վրա, միացրին սարքավորումները, թթվածին դեղորայք տվեցին։ Լավին փորձեց հոր հետ բարձրանալ շտապօգնության մեքենան, բայց նրան արգելեցին։ Բուժակներից մեկը բացատրեց, որ նա պետք է գնա օգնած կնոջ հետ, որ հետո կարող է հորը գտնել հիվանդանոցում։ Հենց այդ պահին Լավին հիշեց աղջկան։ Նա հետ նայեց, փնտրելով նրան, ցանկանալով շնորհակալություն հայտնել, իմանալ նրա անունը։ Բայց նա անհետացել էր։ Ինչպես մառախուղում լուծվող ուրվական, աղջիկը պարզապես այլս այնտեղ չէր։ Լավին գոռաց, հարցրեց կնոջը, թե արդյոք նա տեսել է, թե ուր է գնացել աղջիկը, բայց կինն այնքան կենտրոնացած էր Միքայելի վիճակի վրա, որ նույնիսկ չէր նկատել երեխայի հեռանալը։ Լավին սրտում ճնշում զգաց։ Այդ աղջիկը փրկել էր իր հոր կյանքը, նա նույնիսկ չգիտեր նրա անունը։ Շտապօգնությունը մեծ արագությամբ հեռացավ, շչակների ձայնը ճեղքում էր անձրոտ գիշերը։ Լավին տարեց կինը տարավ իր տուն, որտեղից զանգահարեց տղայի մորը, Հեղինե Անդրեասյանին, բացատրելով, թե ինչ է պատահել։ Հեղինեն, որը գործուղման էր Գյումրիում, զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում, երբ լուրն ստացավ։
Նա առաջին իսկ չվերթով վերադարձավ Երան մի քանի ժամ անց հասավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, գտնելով Ռաֆֆիին սպասասրահում նստած դեռ թաց հագուստով, աչքերը կարմրած լացից։ Միքայելին ուղիղ վերակենդանացման բաժանմունք տարան։ Բժիշկները հաստատեցին, որ նա սուր ինֆարկտ է տարել, որ վիճակը ծանր է, բայց կայուն։ Եթե չլիներ անհապաղ ցուցաբերված առաջին օգնությունը, նա, հավանաբար, չէր դիմանա մինչ շտապ օգնության ժամանումը։ Երբ բժիշկները հարցրին, թե ով է ցուցաբերել այդ առաջին օգնությունը, Ռաֆֆին պատմեց աղջկա մասին։ Նա նկարագրեց յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր խոսք, որ նա ասել էր, յուրաքանչյուր շարժում, որ նա արել էր։ Բայց երբ Հեղինեն փորձեց շնորհակալություն հայտնել աղջկան, պարզեց, որ ոչ ոք չգիտի, թե ով է նա կամ որտեղ է։ Հաջորդ օրերը Անդրեասյանների ընտանիքի համար զգացմունքների իսկական փոթորիկ էին։ Միքայելը գրեթե մեկ շաբաթ անգիտակից մնաց, միացված բազմաթիվ սարքերի, որոնք վերահսկում էին նրա սրտի յուրաքանչյուր զարկը։ Հեղինեն իր ժամանակը բաժանում էր հիվանդանոցի Ռաֆֆիի խնամքի միջ, ով տրավմայի մեջ էր այն ամենից, ինչ տեսել էր։ Տղան չէր դադարում խոսել խորհրդավոր աղջկա մասին։ Նա նկարում էր նրա դեմքը, նկարագրում պատառոտված վարդագույն վերմակը, կրկնում նրա ասած խոսքերը։ Հեղինեն սկզբում կարծում էր, որ որդին շփոթում է ամեն ինչ, որ գուցե նրա հիշողությունը խառնվել է տրավմայի պատճառով։ Բայց Ռաֆֆին անսասան համոզմունքով պնդում էր, որ աղջիկն իրական էր, որ նա է փրկել Միքայելին։ Երբ Միքայելը վերջապես ուշքի եկավ, նրա առաջին հարցը որդու մասին էր։ Իմանալով, որ Ռաֆֆին լավ է, նա թեթացած շունչ քաշեց։ Բայց հետո, դեռ թույլ ձայնով, նա հարցրեց աղջկա մասին։ Հեղինեն զարմացավ։ Միքայելը նույնպես հիշում էր նրան։ Նա նկարագրեց մուգ շագանակագույն աչքերը, հանգիստ ձայնը, փոքրիկ ձեռքերը, որոնք բռնել էին իրենը։ Նա ասաց, որ երբեք այդքան հանգստություն չի տեսել երեխայի մեջ, որ պետք է գտնի նրան, շնորհակալություն հայտնելու իր կյանքը փրկելու համար։ Հեղինեն, այժմ համոզված լինելով, որ աղջիկն իսկապես գոյություն ունի, որոշեց միջոցներ ձեռնարկել։ Նա վարձեց մասնավոր խուզարկու Ռուբեն Սարգսյան անունով մի մարդու, որը հայտնի էր անհետացած մարդկանց գտնելու իր արդյունավետությամբ։ Ռուբենը սկսեց Ռաֆֆիին հարցաքննելուց, խնդրելով տղային նկարագրել ամեն ինչ մանրամասնորեն։ Նա այցելեց այն նրբանցքը, որտեղ ամեն ինչ պատահել էր, խոսեց շտապօգնություն կանչած կնոջ հետ, ստուգեց տարածքի անվտանգության տեսախցիկները։ Բայց ոչ մի գրառում չկար։ Ոչ մի տեսախցիկ չէր ֆիքսել աղջկա պատկերը, թաղամասի բնակիչներից ոչ ոք չէր հիշում, որ այդ տարածքում փողոցում ապրող երեխա է տեսել։ Կարծես նա երբեք գոյություն չէր ունեցել։ Բայց Միքայելն ու Ռաֆֆին գիտեին, որ նա գոյություն ունի։ Նրանք դա զգում էին իրենց հոգու խորքում։ Եվ միակ կոնկրետ բանալին, որ ունեին, աղջկա ֆիզիկական նկարագրությունն էր պատառոտված վարդագույն վերմակի մանրամասնությունը։ Ռուբենն ընդլայնեց որոնումները։ Նա սկսեց այցելել խոցելի վիճակում գտնվող երեխաների ապաստարաններ, մանկատներ, ժամանակավոր կացարաններ, սոցիալական նախագծեր։ Նա աղջկա նկարագրությունը ցույց տվեց սոցիալական աշխատողներին, հոգեբաններին, կամավորներին։ Մեծամասնությունը չճանաչեց, բայց ոմանք ասացին, որ տեսել են նման երեխաների, որոնք հաճախ հայտնվում անհետանում են առանց հետք թողնելու։ Հենց այդ ապաստարաններից մեկում, որը գտնվում էր Երանի հարավային թաղամասերից մեկում, Ռուբենը վերջապես կարևոր տեղեկություն ստացավ։ Կամավորներից մեկը, Գայանե անունով միջին տարիքի մի կին, ասաց, որ մի քանի շաբաթ առաջ տեսել է այդ նկարագրությամբ մի աղջկա։ Երեխան հայտնվել էր ապաստարանում, ուտելիք խնդրելով, բայց հրաժարվել էր մնալ։ Նա կասկածամիտ էր, անվստահ կարծես շատ էր վախենում մեծահասակներից։ Գայանեն փորձել էր խոսել նրա հետ, օգնություն առաջարկել, բայց աղջիկը պարզապես վերցրել էր հաց, հյութ հեռացել։ Երբ Գայանեն հարցրել էր նրա անունը, աղջիկը պատասխանել էր միայն Լիլիթ։ Ռուբենն այս տեղեկությունը հասցրեց Անդրեասյանների ընտանիքին։ Հեղինեն Միքայելը, որն արդեն տանն էր ապաքինվում, հույսով լցվեցին։ Վերջապես նրանք անուն ունեին։ Լիլիթ։ Բայց դեռ ոչինչ չգիտեին նրա մասին։ Որտեղից էր նա, ովքեր էին նրա ծնողները, ինչու էր նա մենակ փողոցներում։ Միքայելը, թե դեռ թույլ պնդեց, որ ակտիվորեն մասնակցի որոնումներին։ Նա Հեղինեին ասաց, որ զգում էր, թե պետք է գտնի այդ աղջկան ոչ միայն շնորհակալություն հայտնելու, այլ որովհետև իր ներսում ինչ-որ բան հուշում էր, որ նա օգնության կարիք ունի։ Հեղինեն, որը միշտ եղել էր պրագմատիկ իր իրավաբանի կարիերայի վրա կենտրոնացած կին, սկզբում չէր հասկանում ամուսնու մոլուցքը։
Բայց օրերի ընթացքում, տեսնելով Միքայելի Ռաֆի վճռականությունը, նրա ներսում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Նա հասկացավ, որ այդ աղջիկն ավելին էր արել, քան պարզապես փրկել Միքայելի կյանքը։ Նա անբացատրելի կերպով հուզել էր ընտանիքը, նրանց մեջ արթնացրել էր նպատակի զգացում, որը նախկինում գոյություն չուներ։ Ռուբենը շարունակեց հետաքննությունը։ Նա պարզեց, որ այդ տարածքի փողոցներում ապրում էին մի քանի երեխաներ, որոնցից շատերը փախչում էին բարդ ընտանեկան իրավիճակներից, իսկ մյուսները պարզապես լքված էին։ Նա խոսեց անօթանների, տեղի արտրականների, տարածքում պարեկություն անող ոստիկանների հետ։ Աստիճանաբար նա սկսեց հավաքել գլուխկոտրուկը։ Որոշ մարդիկ հիշում էին, որ տեսել են մի փոքրիկ աղջկա, միշտ մենակ, միշտ շարժման մեջ, երբեք երկար չմնալով մի տեղում։ Նա զուսպ էր, լուր կարծես հստակ գիտեր, թե ինչպես խուսափել նկատվելուց։ Մի գիշեր Ռուբենին զանգահարեց Գայանեն, ապաստարանի կամավորը։ Նա ասաց, որ աղջիկը վերադարձել է։ Լիլիթը նստած էր ապաստարանի դրսում, ծածկի տակ, փորձելով պաշտպանվել մեկ այլ փոթորկից, որը տեղում էր քաղաքի վրա։ Ռուբենը խնդրեց Գայանեին չվախեցնել նրան, պարզապես փորձել պահել աղջկան այնտեղ, մինչ ինքը հասնի։ Նա անմիջապես զանգահարեց Միքայելին, որը պնդեց, որ իր հետ գնա, նույնիսկ հակառակ բժշկական խորհուրդներին, որ պետք է խուսափի լարվածությունից։ Միքայելն ու Ռուբենը կես ժամ անց հասան ապաստարան։ Անձրը թուլացել էր, վերածվելով մանրամաղ անձրի, փողոցը գրեթե ամայի էր։ Գայանեն նստած էր ապաստարանի դռան մոտ, ցածրաձայն խոսելով մեկի հետ, ում նրանք փողոցից չէին կարող տեսնել։ Երբ Միքայելը մոտեցավ, նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Այնտեղ, բետոնե աստիճանին նստած, աղջիկն էր։ Լիլիթը։ Նա հագել էր նույն կեղտոտ ու պատառոտված հագուստը, վարդագույն վերմակը կապված էր գոտկատեղին, կարծես թիկնոց լիներ։ Նրա մազերը դեռ խճճված էին, իսկ դեմքը նշանավորված էր կեղտով ու հոգնածությամբ։ Երբ Լիլիթը տեսավ Միքայելին, նրա աչքերը լայն բացվեցին։ Նա անմիջապես ոտքի կանգնեց, պատրաստ փախչելու, բայց Գայանեն նրբորեն բռնեց նրա ձեռքը, ասաց, որ ամեն ինչ կարգին է, որ այդ մարդը պարզապես ուզում է խոսել, որ նա չի վնասի իրեն։ Լիլիթը կասկածանքով նայեց Միքայելին, բայց գործարարի արտահայտության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան վարանել։ Նա այլս չմոտեցավ։ Նա պարզապես կանգնեց այնտեղ, մի քանի մետր հեռավորության վրա, հուզմունքից խեղդված ձայնով ասաց. «Ես ուղղակի ուզում էի քեզ շնորհակալություն հայտնել։ Դու փրկեցիր իմ կյանքը»։ Լիլիթը չպատասխանեց։ Նա շարունակում էր նայել Միքայելին, կարծես վերլուծում էր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր շարժում, փորձելով որոշել, թե կարող է արդյոք վստահել նրան։ Միքայելը շարունակեց խոսել, դանդաղ, զգույշ, որպեսզի չվախեցնի նրան։ «Իմ անունը Միքայել է։ Դու հիշում ես ինձ։ Այն անձրոտ գիշերը, նրբանցքում։ Իմ որդին, Ռաֆին, ինձ հետ էր։ Դու մեզ օգնեցիր։ Դու հստակ գիտեիր ինչ անել։ Քո շնորհիվ ես այսօր այստեղ եմ։ Եվ ես ուզում էի իմանալ քո անունը, իմանալ, թե ինչպես ես սովորել այդ ամենը, ամենակարողը, իմանալ, թե ինչպես կարող եմ հիմա քեզ օգնել»։ Լիլիթը վերջապես խոսեց, նրա ձայնը ցածր էր ու խռպոտ, կարծես շատ չէր օգտագործվել։ «Հայրս է ինձ սովորեցրել։ Նա ասում էր, որ ես պետք է իմանամ, թե ինչպես հոգ տանել մարդկանց մասին, որովհետև մի օր ինչ-որ մեկը իմ կարիքը կունենա»։ Միքայելը կոկորդում գունդ զգաց։ Նա նրբորեն հարցրեց. «Իսկ որտեղ է հիմա քո հայրը, Լիլիթ»։ Աղջիկը հայացքը խոնարհեց դեպի թաց գետինը։ Նա երկար լուռ մնաց, երբ վերջապես պատասխանեց, նրա ձայնն այնքան ցածր էր, որ Միքայելը հազիվ լսեց. «Նա գնաց։ Երկուսն էլ գնացին։ Էլ չուզեցին ինձ հետ մնալ»։ Այդ խոսքերը հարվածեցին Միքայելին ինչպես բռունցքի հարված ստամոքսին։ Նա նայեց Ռուբենին, որը նույնպես ցնցված էր թվում, հետո իր ուշադրությունը դարձրեց աղջկան։ Նա մեկ քայլ արեց, դանդաղ, ծնկի իջավ թաց գետնին, նրա հասակին հավասարվելու համար։ «Լիլիթ, դու մենակ ես։ Ոչ ոք քեզ չի խնամում»։ Աղջիկը գլխով արեց։ Միքայելը զգաց, որ արցունքները հորթում են, բայց ստիպեց իրեն հանգստություն պահպանել։ Նա դանդաղ մեկնեց ձեռքը, հարցրեց. «Դու կարող ես ինձ վստահել։ Ես խոստանում եմ, որ քեզ կօգնեմ։ Դու պարտավոր չես մենակ մնալ փողոցներում։ Դու կարող ես ունենալ անվտանգ տեղ, ուտելիք, քնելու տեղ։ Դու ուզում ես ինձ հետ գալ»։
Լիլիթը նայեց Միքայելի մեկնած ձեռքին։ Նա այնքան երկար ժամանակ անվստահություն էր տածել բոլորի նկատմամբ, փախչել ցանկացած մեծահասակից, որը փորձում էր մոտենալ, որ հիմա չգիտեր, կարող է արդյոք այդ քայլն անել։ Բայց Միքայելի մեջ, նրա հոգնած ու անկեղծ աչքերում ինչ-որ բան ստիպում էր նրան հավատալ։ Դանդաղ վարանելով նա մեկնեց իր փոքրիկ, կեղտոտ ձեռքը դիպավ Միքայելի ձեռքին։ Եվ այդ պահին երանյան գիշերվա մանրամաղ անձրի տակ երկու կյանքեր խաչվեցին այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Միքայելը նրբորեն բռնեց Լիլիթի ձեռքը, կարծես պահում էր ինչ-որ չափազանց փխրուն ու թանկարժեք բան։ Նա ժպտաց, երկար ժամանակ անց առաջին անգամ Լիլիթը զգաց, որ գուցե, միայն գուցե, նա այլս կարիք չունի վախենալու։ Այդ հինգշաբթի գիշեր Երանի կենտրոն թաղամասի փողոցներում հորդառատ անձր էր տեղում։ Ծանր կաթիլները զարկում էին թաց ասֆալտին, ստեղծելով ջրի մի վարագույր, որը դժվարացնում էր տեսանելիությունը յուրաքանչյուրի համար, ով կհամարձակվեր դուրս գալ այդ փոթորկին։ Ռաֆֆին, ընդամենը 7 տարեկան մի տղա, հուսահատ վազում էր սայթաքուն մայթերով, նրա սպիտակ կոշիկները թրջվել էին, իսկ դպրոցական համազգեստը կպել էր փոքրիկ մարմնին։ Նրա արցունքները խառնվում էին անձրին, որը հոսում էր նրա վախեցած դեմքով։ Տղայի սիրտը անհավասար խփում էր, մինչ նա օգնություն էր կանչում, բայց նրա խոսքերը կորչում էին փոթորկի խլացուցիչ աղմուկի մեջ։ Նա հստակ չգիտեր, ուր գնալ, չէր ճանաչում այդ փողոցները, չէր հասկանում, թե ինչպես է հայտնվել այնտեղ։ Այն ամենը, ինչ նա գիտեր, այն էր, որ իր հայրը Միքայել Անդրեասյանը, ՏՏ ոլորտի հարգված գործարարը, ընկած էր մութ նրբանցքի գետնին, կուրծքը բռնած ցավից տնքում։ Ընտանիքի վարորդը Պողոսը խուճապի էր մատնվել, երբ տնօրենն սկսել էր վատանալ, պարզապես փախել էր, հորն ու որդուն մենակ թողնելով այդ անծանոթ վայրում։ Միքայելը պնդել էր, որ կարճ ճանապարհով գնան, որպեսզի ավելի արագ հասնեն տուն, մինչ ուշ երկարած խորհրդակցությունից հետո։ Պողոսը միշտ հնազանդ ընդունել էր առաջարկը շեղվել սովորական երթուղուց, մտնելով Երանի արևելյան թաղամասերի ավելի քիչ մարդաշատ փողոցներ։ Հենց այդ ժամանակ Միքայելը սկսեց զգալ առաջին ծակոցները կրծքավանդակում։ Ցավը ուժեղ էր, հանկարծակի, խլում էր նրա թոքերի ողջ օդը։ Նա խնդրեց Պողոսին անմիջապես կանգնեցնել մեքենան, գրեթե ընկնելով դուրս եկավ մեքենայից, հենվեց մոտակա նրբանցքի պատին։ Վարորդը, հասկանալով իրավիճակի լրջությունը, վախենալով պատասխանատվության ենթարկվել մի բանի համար, որը չէր կարող վերահսկել, պարզապես նստեց մեքենան, սեղմեց գազի ոտնակը, անհետանալով գիշերվա խավարում։ Ռաֆֆին մի քանի վայրկյան քարացած մնաց, տեսնելով, թե ինչպես է հայրը ծնկի գալիս, ձախ ձեռքով սեղմում կուրծքը, իսկ աչքերը լայն բացված էին վախից։ Տղան փորձեց օգնել, բայց նրա փոքրիկ ձեռքերը չէին կարողանում պահել տղամարդու ծանրությունը։ Միքայելը, նույնիսկ զգալով, որ կարող է ցանկացած պահի կորցնել գիտակցությունը, ուժ հավաքեց որդուն ասելու, որ օգնություն փնտրի, որ վազի, մինչ որը մեկին գտնի։ Ռաֆֆին հնազանդվեց, թե սարսափը պատել էր նրա մարմնի յուրաքանչյուր բջիջը։ Նա սկսեց վազել փողոցով, գոռալ, աղաչել, բայց ոչ ոք չկար։ Տների պատուհանները փակ էին, լույսերն անջատված, անձրը խլացնում էր ցանկացած ձայն, որ նա փորձում էր հանել։ Հենց այդ ժամանակ Ռաֆֆին տեսավ նրան։ Իր տարիքի մի աղջիկ, գուցե մի փոքր էլ փոքր, կծկվել էր մեծ կապույտ աղբամանի կողքին, ծածկված ամբողջովին պատառոտված ու կեղտոտ վարդագույն վերմակով։ Նա նստած էր թաց գետնին, ծնկները սեղմած կրծքին, ձեռքերը փաթաթած ոտքերին։ Նրա մուգ, խճճված մազերը թափվում էին նիհար դեմքին, նույնիսկ վատ լուսավորված փողոցի մթության մեջ Ռաֆֆին կարող էր տեսնել, որ նա դողում է սրտից։ Տղան կանգնեց նրա դիմաց, շնչակտուր, ձայնը դուրս էր գալիս հեկեկոցների արագացած շնչառության միջից։ Հայրս վատ է, նրան օգնություն է պետք, խնդրում եմ, ինչ-որ մեկը պետք է օգնի հայրիկիս, նա ընկած է գետնին, ես չգիտեմ ինչ անել, խնդրում եմ։ Աղջիկը դանդաղ բարձրացրեց դեմքը։ Նրա մուգ շագանակագույն աչքերը փայլում էին մի տարօրինակ ուժգնությամբ երեխայի համար։ Նա չգոռաց, չվախեցավ, չցուցաբերեց այն խուճապը, որը Ռաֆֆին ակնկալում էր տեսնել։ Փոխարենը, նա մի վայրկյան լուռ մնաց, որը կարծես հավերժություն տեց, զննելով իր առջ կանգնած թաց տղային։ Հետո անհանգստացնող հանգստությամբ նա ոտքի կանգնեց, թողնելով, որ վերմակն ընկնի թաց գետնին, ասաց ընդամենը մեկ բառ. «Ցույց տուր»։ Ռաֆֆին թարթեց, շփոթված այդքան ուղիղ պատասխանից, բայց հարցեր տալու ժամանակ չկար։ Նա պարզապես շրջվեց, սկսեց վազել դեպի նրբանցք, մի քանի քայլը մեկ հետ նայելով, համոզվելու, որ աղջիկը հետում է իրեն։ Նա հետում էր։
Նրա բոբիկ ոտքերը զարմանալի թեթությամբ զարկում էին թաց ասֆալտին, չնայած նա թույլ ու խոցելի էր թվում, շարժվում էր վճռականությամբ ճարպկությամբ։ Երբ նրանք հասան նրբանցք, Միքայելը պառկած էր կողքի վրա, դեռ գիտակից, բայց կարճ ու անկանոն շնչառությամբ։ Նրա շուրթերը թեթակի կապտել էին, նա սառը քրտինքի մեջ էր նույնիսկ սառը անձրի տակ։ Աղջիկը մոտեցավ առանց վարանելու։ Նա ծնկի իջավ գործարարի կողքին, երկու մատը դրեց նրա դաստակին լուռ մնաց, մտքում հաշվելով։ Ռաֆֆին ապշած հետում էր ամեն ինչին, չհասկանալով, թե ինչպես այդ փոքրիկ աղջիկը գիտեր ինչ անել։ Այնուհետ նա ականջը մոտեցրեց Միքայելի կրծքին, մի քանի վայրկյան լսեց, վերջապես հայացքը բարձրացրեց դեպի Ռաֆֆին։ Նա սրտի հետ կապված խնդիր ունի։ Պետք է նրան հանգիստ պահենք, անհապաղ շտապօգնություն կանչենք։ Դու հեռախոս ունես։ Ռաֆֆին բացասական շարժեց գլուխը, արցունքները նորից սկսեցին հոսել։ Նա բջջայինը թողել էր մեքենայում, երբ վազել էր օգնության հետից։ Աղջիկն արագ մտածեց. վազիր այն տունը, որի պատուհանին լույս է վառվում։ Բախիր դուռը, մինչ ինչ-որ մեկը պատասխանի, խնդրիր, որ զանգահարեն 103։ Ասա, որ սրտի հետ կապված շտապ դեպք է։ Գնա հիմա։ Ռաֆֆին մի վայրկյան վարանեց, վախենալով հորը մենակ թողնել այդ անծանոթուհու հետ, բայց աղջկա աչքերում ինչ-որ բան վստահություն էր ներշնչում։ Նա վազեց դեպի նշված տունը, սկսեց փոքրիկ բռունցքներով հարվածել դռանը։ Մի քանի րոպետեց, մինչ մի տարեց, վախեցած կին մի փոքր բացեց դուռը, հարցրեց, թե ինչ է պատահել։ Ռաֆֆին բացատրեց ամեն ինչ միանգամից, առանց դադարի, առանց շունչ քաշելու։ Կինը, հասկանալով հրատապությունը, վերցրեց հեռախոսը, զանգահարեց, փոխանցելով բոլոր տեղեկությունները, որոնք տղան կարողացավ տրամադրել։ Մինչդեռ նրբանցքում աղջիկը շարունակում էր մնալ Միքայելի կողքին։ Նա հանել էր իր մոխրագույն սվիտերը, պատռել թքերից մեկը, կտորն օգտագործելով տղամարդու դեմքը չորացնելու, նրան տաք պահելու համար։ Նա ցածր ձայնով խոսում էր նրա հետ, ասելով, որ օգնությունը ճանապարհին է, որ նա պետք է դանդաղ շնչի, որ ամեն ինչ լավ կլինի։ Միքայելը, նույնիսկ ուժեղ ցավի պայմաններում, կարողանում էր լսել այդ մանկական ձայնը, զգալ դրանից բխող հանգստությունը։ Նա փորձեց հարցնել, թե ով է նա, բայց աղջիկը պարզապես իր փոքրիկ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա, խնդրեց, որ ուժերը խնայի։ Ռաֆֆին վազելով վերադարձավ, զանգահարած կնոջ ուղեկցությամբ։ Կինը բերել էր մեծ հովանոց 4 ծածկոց։ Աղջիկն ընդունեց ծածկոցը, զգուշությամբ փաթաթեց Միքայելին, համոզվելով, որ նա հնարավորինս հարմարավետ է այդ պայմաններում։ Նա շարունակում էր ստուգել նրա զարկերակը, շնչառությունը, պարզ հարցեր տալով, թե ինչ է զգում։ Միքայելը դժվարությամբ էր պատասխանում, բայց ամեն անգամ, երբ նրա աչքերը հանդիպում էին աղջկա աչքերին, նա տարօրինակ անվտանգության զգացում էր ունենում։ Շտապօգնությունը 15 րոպեից հասավ, 15 երկար րոպե, որոնց ընթացքում աղջիկը ոչ մի վայրկյան չհեռացավ Միքայելի կողքից։ Երբ վերջապես բուժակները իջան մեքենայից, վազեցին դեպի նրբանցք, նրանք հանդիպեցին մի տեսարանի, որտեղ երեխան առաջին օգնությունն էր ցուցաբերում այնպիսի արդյունավետությամբ, որը զարմացրեց նույնիսկ փորձառու մասնագետներին։ Բուժակներից մեկը, կանաչ համազգեստով բարձրահասակ մի տղամարդ, հարցրեց աղջկան, թե ինչ է պատահել։ Նա բացատրեց ամեն ինչ հստակորեն, օգտագործելով տեխնիկական տերմիններ, որոնք 7 տարեկան երեխան չպետք է իմանար։ Անհավասար զարկերակ, մակերեսային շնչառություն, սրտամկանի սուր ինֆարկտի հավանականություն, ցավ, որը ճառագայթում է դեպի ձախ թ. Բուժակները տպավորված նայեցին միմյանց, անմիջապես սկսեցին աշխատել։ Նրանք Միքայելին դրեցին պատգարակի վրա, միացրին սարքավորումները, թթվածին դեղորայք տվեցին։ Ռաֆֆին փորձեց հոր հետ բարձրանալ շտապօգնության մեքենան, բայց նրան արգելեցին։ Բուժակներից մեկը բացատրեց, որ նա պետք է գնա օգնած կնոջ հետ, որ հետո կարող է հորը գտնել հիվանդանոցում։ Հենց այդ պահին Ռաֆֆին հիշեց աղջկան։ Նա հետ նայեց, փնտրելով նրան, ցանկանալով շնորհակալություն հայտնել, իմանալ նրա անունը։ Բայց նա անհետացել էր։ Ինչպես մառախուղում լուծվող ուրվական, աղջիկը պարզապես այլս այնտեղ չէր։ Ռաֆֆին գոռաց, հարցրեց կնոջը, թե արդյոք նա տեսել է, թե ուր է գնացել աղջիկը, բայց կինն այնքան կենտրոնացած էր Միքայելի վիճակի վրա, որ նույնիսկ չէր նկատել երեխայի հեռանալը։ Ռաֆֆին սրտում ճնշում զգաց։ Այդ աղջիկը փրկել էր իր հոր կյանքը, նա նույնիսկ չգիտեր նրա անունը։ Շտապօգնությունը մեծ արագությամբ հեռացավ, շչակների ձայնը ճեղքում էր անձրոտ գիշերը։ Ռաֆֆին տարեց կինը տարավ իր տուն, որտեղից զանգահարեց տղայի մորը, Հեղինե Անդրեասյանին, բացատրելով, թե ինչ է պատահել։
Հեղինեն, որը գործուղման էր Գյումրիում, զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում, երբ լուրն ստացավ։ Նա առաջին իսկ չվերթով վերադարձավ Երան, մի քանի ժամ անց հասավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, գտնելով Ռաֆֆիին սպասասրահում նստած, դեռ թաց հագուստով, աչքերը կարմրած լացից։ Միքայելին ուղիղ վերակենդանացման բաժանմունք տարան։ Բժիշկները հաստատեցին, որ նա սուր ինֆարկտ է տարել, որ վիճակը ծանր է, բայց կայուն։ Եթե չլիներ անհապաղ ցուցաբերված առաջին օգնությունը, նա, հավանաբար, չէր դիմանա մինչ շտապ օգնության ժամանումը։ Երբ բժիշկները հարցրին, թե ով է ցուցաբերել այդ առաջին օգնությունը, Ռաֆֆին պատմեց աղջկա մասին։ Նա նկարագրեց յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր խոսք, որ նա ասել էր, յուրաքանչյուր շարժում, որ նա արել էր։ Բայց երբ Հեղինեն փորձեց շնորհակալություն հայտնել աղջկան, պարզեց, որ ոչ ոք չգիտի, թե ով է նա կամ որտեղ է։ Հաջորդ օրերը Անդրեասյանների ընտանիքի համար զգացմունքների իսկական փոթորիկ էին։ Միքայելը գրեթե մեկ շաբաթ անգիտակից մնաց, միացված բազմաթիվ սարքերի, որոնք վերահսկում էին նրա սրտի յուրաքանչյուր զարկը։ Հեղինեն իր ժամանակը բաժանում էր հիվանդանոցի Ռաֆֆիի խնամքի միջ, ով տրավմայի մեջ էր այն ամենից, ինչ տեսել էր։ Տղան չէր դադարում խոսել խորհրդավոր աղջկա մասին։ Նա նկարում էր նրա դեմքը, նկարագրում պատառոտված վարդագույն վերմակը, կրկնում նրա ասած խոսքերը։ Հեղինեն սկզբում կարծում էր, որ որդին շփոթում է ամեն ինչ, որ գուցե նրա հիշողությունը խառնվել է տրավմայի պատճառով։ Բայց Ռաֆֆին անսասան համոզմունքով պնդում էր, որ աղջիկն իրական էր, որ նա է փրկել Միքայելին։ Երբ Միքայելը վերջապես ուշքի եկավ, նրա առաջին հարցը որդու մասին էր։ Իմանալով, որ Ռաֆֆին լավ է, նա թեթացած շունչ քաշեց։ Բայց հետո, դեռ թույլ ձայնով, նա հարցրեց աղջկա մասին։ Հեղինեն զարմացավ։ Միքայելը նույնպես հիշում էր նրան։ Նա նկարագրեց մուգ շագանակագույն աչքերը, հանգիստ ձայնը, փոքրիկ ձեռքերը, որոնք բռնել էին իրենը։ Նա ասաց, որ երբեք այդքան հանգստություն չի տեսել երեխայի մեջ, որ պետք է գտնի նրան, շնորհակալություն հայտնելու իր կյանքը փրկելու համար։ Հեղինեն, այժմ համոզված լինելով, որ աղջիկն իսկապես գոյություն ունի, որոշեց միջոցներ ձեռնարկել։ Նա վարձեց մասնավոր խուզարկու Ռուբեն Սարգսյան անունով մի մարդու, որը հայտնի էր անհետացած մարդկանց գտնելու իր արդյունավետությամբ։ Ռուբենը սկսեց Ռաֆֆիին հարցաքննելուց, խնդրելով տղային նկարագրել ամեն ինչ մանրամասնորեն։ Նա այցելեց այն նրբանցքը, որտեղ ամեն ինչ պատահել էր, խոսեց շտապ օգնություն կանչած կնոջ հետ, ստուգեց տարածքի անվտանգության տեսախցիկները։ Բայց ոչ մի գրառում չկար։ Ոչ մի տեսախցիկ չէր ֆիքսել աղջկա պատկերը, թաղամասի բնակիչներից ոչ ոք չէր հիշում, որ այդ տարածքում փողոցում ապրող երեխա է տեսել։ Կարծես նա երբեք գոյություն չէր ունեցել։ Բայց Միքայելն ու Ռաֆֆին գիտեին, որ նա գոյություն ունի։ Նրանք դա զգում էին իրենց հոգու խորքում։ Եվ միակ կոնկրետ բանալին, որ ունեին, աղջկա ֆիզիկական նկարագրությունն էր պատառոտված վարդագույն վերմակի մանրամասնությունը։ Ռուբենն ընդլայնեց որոնումները։ Նա սկսեց այցելել խոցելի վիճակում գտնվող երեխաների ապաստարաններ, մանկատներ, ժամանակավոր կացարաններ, սոցիալական նախագծեր։ Նա աղջկա նկարագրությունը ցույց տվեց սոցիալական աշխատողներին, հոգեբաններին, կամավորներին։ Մեծամասնությունը չճանաչեց, բայց ոմանք ասացին, որ տեսել են նման երեխաների, որոնք հաճախ հայտնվում անհետանում են առանց հետք թողնելու։ Հենց այդ ապաստարաններից մեկում, որը գտնվում էր Երանի հարավային թաղամասերից մեկում, Ռուբենը վերջապես կարևոր տեղեկություն ստացավ։ Կամավորներից մեկը, Գայանե անունով միջին տարիքի մի կին, ասաց, որ մի քանի շաբաթ առաջ տեսել է այդ նկարագրությամբ մի աղջկա։ Երեխան հայտնվել էր ապաստարանում, ուտելիք խնդրելով, բայց հրաժարվել էր մնալ։ Նա կասկածամիտ էր, անվստահ կարծես շատ էր վախենում մեծահասակներից։ Գայանեն փորձել էր խոսել նրա հետ, օգնություն առաջարկել, բայց աղջիկը պարզապես վերցրել էր հաց, հյութ հեռացել։ Երբ Գայանեն հարցրել էր նրա անունը, աղջիկը պատասխանել էր միայն Լիլիթ։ Ռուբենն այս տեղեկությունը հասցրեց Անդրեասյանների ընտանիքին։ Հեղինեն Միքայելը, որն արդեն տանն էր ապաքինվում, հույսով լցվեցին։ Վերջապես նրանք անուն ունեին։ Լիլիթ։ Բայց դեռ ոչինչ չգիտեին նրա մասին։ Որտեղից էր նա, ովքեր էին նրա ծնողները, ինչու էր նա մենակ փողոցներում։ Միքայելը, թե դեռ թույլ պնդեց, որ ակտիվորեն մասնակցի որոնումներին։ Նա Հեղինեին ասաց, որ զգում է, թե պետք է գտնի այդ աղջկան ոչ միայն շնորհակալություն հայտնելու, այլ որովհետև իր ներսում ինչ-որ բան հուշում էր, որ նա օգնության կարիք ունի։
Հեղինեն, որը միշտ եղել էր պրագմատիկ իր իրավաբանի կարիերայի վրա կենտրոնացած կին, սկզբում չէր հասկանում ամուսնու մոլուցքը։ Բայց օրերի ընթացքում, տեսնելով Միքայելի Ռաֆիի վճռականությունը, նրա ներսում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Նա հասկացավ, որ այդ աղջիկն ավելին էր արել, քան պարզապես փրկել Միքայելի կյանքը։ Նա անբացատրելի կերպով հուզել էր ընտանիքը, նրանց մեջ արթնացրել էր նպատակի զգացում, որը նախկինում գոյություն չուներ։ Ռուբենը շարունակեց հետաքննությունը։ Նա պարզեց, որ այդ տարածքի փողոցներում ապրում էին մի քանի երեխաներ, որոնցից շատերը փախչում էին բարդ ընտանեկան իրավիճակներից, իսկ մյուսները պարզապես լքված էին։ Նա խոսեց անօթանների, տեղի արտրականների, տարածքում պարեկություն անող ոստիկանների հետ։ Աստիճանաբար նա սկսեց հավաքել գլուխկոտրուկը։ Որոշ մարդիկ հիշում էին, որ տեսել են մի փոքրիկ աղջկա, միշտ մենակ, միշտ շարժման մեջ, երբեք երկար չմնալով մի տեղում։ Նա զուսպ էր, լուր կարծես հստակ գիտեր, թե ինչպես խուսափել նկատվելուց։ Մի գիշեր Ռուբենին զանգահարեց Գայանեն, ապաստարանի կամավորը։ Նա ասաց, որ աղջիկը վերադարձել է։ Լիլիթը նստած էր ապաստարանի դրսում, ծածկի տակ, փորձելով պաշտպանվել մեկ այլ փոթորկից, որը տեղում էր քաղաքի վրա։ Ռուբենը խնդրեց Գայանեին չվախեցնել նրան, պարզապես փորձել պահել աղջկան այնտեղ, մինչ ինքը հասնի։ Նա անմիջապես զանգահարեց Միքայելին, որը պնդեց, որ իր հետ գնա, նույնիսկ հակառակ բժշկական խորհուրդներին, որ պետք է խուսափի լարվածությունից։ Միքայելն ու Ռուբենը կես ժամ անց հասան ապաստարան։ Անձրը թուլացել էր, վերածվելով մանրամաղ անձրի, փողոցը գրեթե ամայի էր։ Գայանեն նստած էր ապաստարանի դռան մոտ, ցածրաձայն խոսելով մեկի հետ, ում նրանք փողոցից չէին կարող տեսնել։ Երբ Միքայելը մոտեցավ, նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Այնտեղ, բետոնե աստիճանին նստած, աղջիկն էր։ Լիլիթը։ Նա հագել էր նույն կեղտոտ ու պատառոտված հագուստը, վարդագույն վերմակը կապված էր գոտկատեղին, կարծես թիկնոց լիներ։ Նրա մազերը դեռ խճճված էին, իսկ դեմքը նշանավորված էր կեղտով ու հոգնածությամբ։ Երբ Լիլիթը տեսավ Միքայելին, նրա աչքերը լայն բացվեցին։ Նա անմիջապես ոտքի կանգնեց, պատրաստ փախչելու, բայց Գայանեն նրբորեն բռնեց նրա ձեռքը, ասաց, որ ամեն ինչ կարգին է, որ այդ մարդը պարզապես ուզում է խոսել, որ նա չի վնասի իրեն։ Լիլիթը կասկածանքով նայեց Միքայելին, բայց գործարարի արտահայտության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան վարանել։ Նա այլս չմոտեցավ։ Նա պարզապես կանգնեց այնտեղ, մի քանի մետր հեռավորության վրա, հուզմունքից խեղդված ձայնով ասաց. Ես ուղղակի ուզում էի քեզ շնորհակալություն հայտնել։ Դու փրկեցիր իմ կյանքը։ Լիլիթը չպատասխանեց։ Նա շարունակում էր նայել Միքայելին, կարծես վերլուծում էր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր շարժում, փորձելով որոշել, թե կարող է արդյոք վստահել նրան։ Միքայելը շարունակեց խոսել, դանդաղ, զգույշ, որպեսզի չվախեցնի նրան։ Իմ անունը Միքայել է։ Դու հիշում ես ինձ։ Այն անձրոտ գիշերը, նրբանցքում։ Իմ որդին, Ռաֆին, ինձ հետ էր։ Դու մեզ օգնեցիր։ Դու հստակ գիտեիր ինչ անել։ Քո շնորհիվ ես այսօր այստեղ եմ։ Եվ ես ուզում եի իմանալ քո անունը, իմանալ, թե ինչպես ես սովորել այդ ամենը, ամենակարորը, իմանալ, թե ինչպես կարող եմ հիմա քեզ օգնել։ Լիլիթը վերջապես խոսեց, նրա ձայնը ցածր էր ու խռպոտ, կարծես շատ չէր օգտագործվել։ Հայրս է ինձ սովորեցրել։ Նա ասում էր, որ ես պետք է իմանամ, թե ինչպես հոգ տանել մարդկանց մասին, որովհետև մի օր ինչ-որ մեկը իմ կարիքը կունենա։ Միքայելը կոկորդում գունդ զգաց։ Նա նրբորեն հարցրեց. Իսկ որտեղ է հիմա քո հայրը, Լիլիթ։ Աղջիկը հայացքը խոնարհեց դեպի թաց գետինը։ Նա երկար լուր մնաց, երբ վերջապես պատասխանեց, նրա ձայնն այնքան ցածր էր, որ Միքայելը հազիվ լսեց։ Նա գնաց։ Երկուսն էլ գնացին։ Էլ չուզեցին ինձ հետ մնալ։ Այդ խոսքերը հարվածեցին Միքայելին ինչպես բռունցքի հարված ստամոքսին։ Նա նայեց Ռուբենին, որը նույնպես ցնցված էր թվում, հետո իր ուշադրությունը դարձրեց աղջկան։ Նա մեկ քայլ արեց, դանդաղ, ծնկի իջավ թաց գետնին, նրա հասակին հավասարվելու համար։ Լիլիթ, դու մենակ ես։ Ոչ ոք քեզ չի խնամում։ Աղջիկը գլխով արեց։ Միքայելը զգաց, որ արցունքները հորթում են, բայց ստիպեց իրեն հանգստություն պահպանել։ Նա դանդաղ մեկնեց ձեռքը հարցրեց. Դու կարող ես ինձ վստահել։ Ես խոստանում եմ, որ քեզ կօգնեմ։ Դու պարտավոր չես մենակ մնալ փողոցներում։
Դու կարող ես ունենալ անվտանգ տեղ, ուտելիք, քնելու տեղ։ Դու ուզում ես ինձ հետ գալ։ Լիլիթը նայեց Միքայելի մեկնած ձեռքին։ Նա այնքան երկար ժամանակ անվստահություն էր տածել բոլորի նկատմամբ, փախչել ցանկացած մեծահասակից, որը փորձում էր մոտենալ, որ հիմա չգիտեր, կարող է արդյոք այդ քայլն անել։ Բայց Միքայելի մեջ, նրա հոգնած ու անկեղծ աչքերում ինչ-որ բան ստիպում էր նրան հավատալ։ Դանդաղ վարանելով նա մեկնեց իր փոքրիկ, կեղտոտ ձեռքը դիպավ Միքայելի ձեռքին։ Եվ այդ պահին երանյան գիշերվա մանրամաղ անձրի տակ երկու կյանքեր խաչվեցին այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Միքայելը նրբորեն բռնեց Լիլիթի ձեռքը, կարծես պահում էր ինչ-որ չափազանց փխրուն ու թանկարժեք բան։ Նա ժպտաց, երկար ժամանակ անց առաջին անգամ Լիլիթը զգաց, որ գուցե, միայն գուցե, նա այլս կարիք չունի վախենալու։ Լիլիթի պաշտոնական որդեգրումից հետո անցած ամիսները նման էին մի երազի, որից նա վախենում էր արթնանալ։ Այն սարսափելի գիշերվանից ի վեր, երբ ծնողները լքել էին նրան, առաջին անգամ նա ուներ կայուն առօրյա, մարդիկ, որոնք հոգ էին տանում իր մասին, մի վայր, որը կարող էր տուն անվանել։ Բայց նույնիսկ Անդրեասյանների ընտանիքից ստացած ողջ սիրով հանդերձ, լինում էին պահեր, երբ Լիլիթն իրեն օտար էր զգում, կարծես արժանի չէր այդ ամբողջ երջանկությանը։ Դպրոցը դարձել էր նրա ապաստանը։ Լիլիթը հայտնաբերեց, որ հեշտությամբ է սովորում, հատկապես բնագիտություն, մաթեմատիկա։ Նրա գնահատականները միշտ դասարանում լավագույնն էին, ուսուցիչները անընդհատ գովում էին նրա նվիրվածությունն ու խելքը։ Ռաֆֆին հպարտանում էր ամեն անգամ, երբ տեսնում էր քրոջ անունը պատվո գրատախտակին, միշտ բոլորին պատմում էր, որ նա իր քույրն է։ Քույր բառը դեռ տարօրինակ էր հնչում Լիլիթի ականջներին, բայց մինույն ժամանակ ջերմացնում էր նրա սիրտը մի ձով, որը նա չէր կարողանում բացատրել։ Մի օր, որդեգրումից 3 ամիս անց, Լիլիթը դպրոցի գրադարանում էր, մասնագիտությունների մասին ռեֆերատի համար հետազոտություն անելիս, երբ գտավ շտապօգնության բուժակների մասին մի գիրք։ Նա դողացող ձեռքերով վերցրեց գիրքը, սկսեց թերթել էջերը։ Այնտեղ նկարագրված էին բոլոր այն տեխնիկաները, որոնք հայրը սովորեցրել էր իրեն, բոլոր այն գիշերային դասերը, որոնք նա կարծում էր, թե պարզապես հայր ու դուստր խաղեր են, բայց որոնք ի վերջո փրկեցին Միքայելի կյանքը։ Արցունքները սկսեցին լուր թափվել, մինչ նա կարդում էր, հիշելով հոր համբերատար ձայնը, որը բացատրում էր, թե ինչպես ստուգել զարկերակը, ինչպես բացահայտել տագնապալի նշանները, ինչպես հանգստություն պահպանել արտակարգ իրավիճակներում։ Ռաֆֆին էր, որ գտավ նրան, նստած գրադարանի ամենամութ անկյունում, գիրքը գրկած, մեղմորեն լաց լինելիս։ Նա ոչինչ չասաց, պարզապես նստեց նրա կողքին, ձեռքը դրեց քրոջ ուսին։ Մի քանի րոպե անց Լիլիթը վերջապես կարողացավ խոսել։ Նա ինձ այս ամենը սովորեցրել է։ Ամեն գիշեր, ընթրիքից հետո, հայրս վերցնում էր իր աշխատանքային պարագաները, ցույց էր տալիս, թե ինչպես է ամեն ինչ աշխատում։ Նա ասում էր, որ գիտելիքն ամենամեծ նվերն է, որ կարող է ինձ տալ, որ ոչ ոք երբեք չի կարող դա ինձնից խլել։ Եվ ես կարծում էի, թե դա պարզապես խաղ է, որ դա պարզապես նրա ձն է ինձ հետ ժամանակ անցկացնելու։ Բայց այդպես չէր։ Նա գիտեր։ Ինչ-որ կերպ նա գիտեր, որ ինձ դա պետք է գալու։ Ռաֆֆին չգիտեր ինչ ասել։ 8 տարեկանում նա բառեր չուներ մխիթարելու այն ցավը, որը տեսնում էր քրոջ աչքերում։ Այսպիսով, նա արեց միակ բանը, որի մասին կարողացավ մտածել։ Նա ամուր գրկեց Լիլիթին լուռ մնաց, թույլ տալով, որ նա իմանա, որ մենակ չէ։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Լիլիթն ավելի լուռ էր, քան սովորաբար։ Հեղինեն նկատեց, հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Լիլիթը վարանեց, նայելով իր արջի ափսեին, հետո որոշեց կիսվել իր զգացմունքներով։ Ես այսօր գրադարանում շտապօգնության բուժակների մասին գիրք գտա։ Եվ մտածում էի հորս մասին։ Իմ կենսաբանական հոր։ Եվ ես չգիտեմ, պետք է արդյոք մտածեմ նրա մասին, չգիտեմ, սխալ է արդյոք նրան կարոտել այն ամենից հետո, ինչ նա արել է։ Հաջորդած լռությունը ծանր էր, բայց ոչ անհարմար։ Միքայելը պատառաքաղը մի կողմ դրեց, ըմբռնումով նայեց Լիլիթին։ Լիլիթ, դու երբեք չես դադարի լինել քո կենսաբանական ծնողների դուստրը։ Նրանք քեզ կյանք են տվել, 7 տարի մեծացրել են, արժեքավոր բաներ են սովորեցրել։ Այն, ինչ նրանք արեցին հետո, սարսափելի էր, աններելի, բայց դա չի ջնջում այն լավ պահերը, որոնք դուք ունեցել եք նախկինում։ Եվ դու պարտավոր չես ընտրել նրանց սիրելու մեզ սիրելու միջ։ Քո սիրտը բավականաչափ մեծ է երկուսն էլ պահելու համար։ Հեղինեն համաձայնեց, նրա աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ Մենք երբեք չենք փորձի փոխարինել քո ծնողներին, Լիլիթ։
Մենք պարզապես ուզում ենք քեզ համար նոր ընտանիք լինել։ Եվ եթե դու ուզում ես խոսել նրանց մասին, քո հիշողությունների, քո զգացմունքների մասին, մենք միշտ այստեղ կլինենք լսելու համար։ Լիլիթը զգաց, թե ինչպես մի ծանրություն ընկավ իր ուսերից։ Նա ամիսներ շարունակ փորձում էր թաղել իր նախկին կյանքի ցանկացած հիշողություն, փորձում էր ջնջել Անդրեին Կարինեին իր մտքից, կարծես նրանք երբեք գոյություն չեն ունեցել։ Բայց հիմա, Միքայելի Հեղինեի թույլտվությամբ զգալու այն, ինչ զգում էր, նա հասկացավ, որ այլս կարիք չունի միայնակ կրելու այդ մեղքի զգացումը։ Այդ գիշեր, առաջին անգամ, Լիլիթը պատմություններ պատմեց իր նախկին կյանքի մասին։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր մայրը նրան ամեն կիրակի տանում այգի, ինչպես էին նրանք ավազից թխվածքներ պատրաստում, մինչ հայրն աշխատում էր։ Նա խոսեց այն գիշերների մասին, երբ նրանք երեքով ֆիլմեր էին դիտում հյուրասենյակի հին բազմոցին, ադիբուդի ուտելով ծիծաղելի տեսարաններից ծիծաղելով։ Նա խոսեց ծննդյան օրերի, ամանորների, պարզ պահերի մասին, որոնք հիմա կարծես պատկանում էին մեկ այլ կյանքի։ Եվ մինչ խոսում էր, նա լաց էր լինում, բայց դրանք այլ արցունքներ էին։ Դրանք հուսահատության կամ զայրույթի արցունքներ չէին, այլ մեկի, ով վերջապես թույլ էր տալիս իրեն հիշել կարոտել։ Օրերը վերածվեցին շաբաթների, իսկ շաբաթները ամիսների։ Լիլիթը դարձավ 8 տարեկան, Հեղինեն անակնկալ երեկույթ կազմակերպեց։ Դա առաջին անգամն էր, որ Լիլիթը ծննդյան երեկույթ էր ունենում դպրոցի ընկերների հետ, իսկական տորթով, փաթեթավորված նվերներով։ Նա փչեց մոմերը, երբ բոլորը հարցրին, թե ինչ երազանք է պահել, նա պարզապես ժպտաց ասաց, որ այն արդեն իրականացել է։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Քանի որ Լիլիթն իրեն ավելի ապահով վստահ էր զգում, նա սկսեց ավելի շատ հարցեր տալ, ստուգել սահմանները, տեսնել, թե իրականում մինչ ուր է հասնում իր նոր ծնողների սերը։ Նա սկսեց չենթարկվել փոքր կանոններին, չանել տնային աշխատանքները, կտրուկ պատասխանել։ Կարծես նա պետք է համոզվեր, որ նույնիսկ երբ դժվար լինի, նույնիսկ երբ ինքը կատարյալ չլինի, նրանք դեռ կսիրեն իրեն։ Հեղինեն Միքայելը, բժշկուհին ունեի ուղղորդմամբ, հասկացան, որ դա գործընթացի մի մասն է։ Լիլիթը ստուգում էր ընտանիքի ամրությունը, պետք է համոզվեր, որ առաջին իսկ դժվարության դեպքում նորից չեն լքի իրեն։ Նրանք սահմանեցին հստակ, բայց արդար կանոններ, խոսում էին, երբ նա չէր ենթարկվում, բացատրում էին իր գործողությունների հետանքները, բայց միշտ վերահաստատում էին իրենց անվերապահ սերը։ Մի հատկապես դժվար գիշեր եղավ, երբ Լիլիթը տագնապի նոպա ունեցավ մղձավանջից հետո։ Նա արթնացավ գոռալով, համոզված, որ վերադարձել է փողոցներ, մենակ ցրտի մեջ։ Հեղինեն Միքայելը վազեցին նրա սենյակ, գտնելով նրան կծկված անկյունում, դողալով վարդագույն վերմակը սեղմած կրծքին։ Հեղինեն նստեց հատակին նրա կողքին, չփորձելով դիպչել նրան, պարզապես ներկա լինելով։ Միքայելը մի բաժակ ջուր բերեց նստեց մյուս կողմում։ Եվ նրանք երկուսով մնացին այնտեղ, մինչ Լիլիթը դադարեց դողալ, մինչ նրա շնչառությունը հանգստացավ, մինչ նա վերջապես կարողացավ նայել նրան շշնջալ։ Ես վախեցա, որ դուք գնացել եք։ Միքայելը պատասխանեց հաստատուն, բայց քնքուշ ձայնով։ Մենք երբեք չենք գնա, Լիլիթ։ Կարևոր չէ, թե քանի անգամ դու այդ մղձավանջը կտեսնես, պատասխանը միշտ նույնը կլինի։ Մենք այստեղ ենք։ Եվ կշարունակենք այստեղ լինել։ Հենց այդ ժամանակ էր, որ Հեղինեն կարևոր որոշում կայացրեց։ Նա նկատել էր, թե ինչպես է Լիլիթը հետաքրքրվում բժշկությամբ, առողջապահությամբ, միշտ հարցեր տալով մարդու մարմնի, իրերի աշխատանքի մասին։ Հեղինեն խոսեց Միքայելի հետ, նրանք միասին որոշեցին Լիլիթին գրանցել երեխաների համար նախատեսված առաջին օգնության դասընթացի, որն առաջարկում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի գործընկեր ՀԿ-ներից մեկը։ Երբ Հեղինեն Լիլիթին պատմեց դասընթացի մասին, աղջիկը երկար լուռ մնաց։ Հետո նա անվստահ ձայնով հարցրեց. Կարծում ես, կկարողանամ։ Ես ընդամենը 8 տարեկան եմ։ Հեղինեն ժպտաց շոյեց դստեր մազերը։ Լիլիթ, դու փրկեցիր Միքայելի կյանքը, երբ 7 տարեկան էիր։ Դու դրա համար բնատուր տաղանդ ունես։ Եվ այս դասընթացը քեզ էլ ավելին կսովորեցնի, քեզ գործիքներ կտա մարդկանց անվտանգ օգնելու համար։ Բայց մենք դա կանենք միայն, եթե դու ցանկանաս։ Դա պարտադիր չէ։ Լիլիթը մի պահ մտածեց, հետո գլխով արեց։ Նա ուզում էր մասնակցել դասընթացին։ Ուզում էր հարգել այն դասերը, որոնք իր կենսաբանական հայրը տվել էր իրեն, ուզում էր իր ապրած ողջ ցավը վերածել ինչ-որ դրական բանի։ Դասընթացը սկսվեց հաջորդ շաբաթ օրը։ Լիլիթը խմբում ամենափոքրն էր, բայց նա ամենանվիրվածը։
Նա սպունգի պես կլանում էր յուրաքանչյուր տեղեկություն, խելացի հարցեր էր տալիս, լրջությամբ կիրառում էր տեխնիկաները։ Դասավանդողը Կարեն Ռոբերտի անունով մի բուժեղբայր տպավորված էր նրա արդեն ունեցած գիտելիքներով մոդելավորված արտակարգ իրավիճակների հետ վարվելու հասունությամբ։ Դասընթացի ավարտին, 2 շաբաթ անց, Լիլիթը վկայական ստացավ։ Նա նայում էր այդ թղթին, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք գավաթը լիներ։ Երբ տուն հասավ, նա վկայականը ցույց տվեց Միքայելին, Ռաֆին Հեղինեին, նրա աչքերը փայլում էին հպարտությունից։ Միքայելը գրկեց դստերը շշնջաց նրա ականջին. «Հայրդ շատ կհպարտանար քեզնով»։ Եվ առաջին անգամ այդ խոսքերը լսելիս Լիլիթը ցավ չզգաց։ Նա խաղաղություն զգաց։ Որովհետև նա գիտեր, որ Միքայելը ճշմարտությունն է ասում, որ նա կարող է հարգել Անդրե Սիմոնյանի հիշատակը, միաժամանակ նոր կյանք կառուցելով Անդրեասյանների ընտանիքի հետ։ Բայց կյանքը Լիլիթի համար մեկ անակնկալ էր պատրաստել։ Մի օր, որդեգրումից մոտ 6 ամիս անց, նա դպրոցից եկավ հյուրասենյակում մի անծանոթ կնոջ գտավ, որը զրուցում էր Հեղինեի հետ։ Կինը մոտ 40 տարեկան էր, ալեխառն մազերը հավաքված էին կոկիկ սանրվածքով, հայացքը հոգնած էր, բայց բարի։ Երբ Լիլիթը ներս մտավ, կինը ոտքի կանգնեց ամաչկոտ ժպտաց։ Հեղինեն մոտեցավ ձեռքը դրեց Լիլիթի ուսին։ Լիլիթ, սա տիկին Մարթա Սիմոնյանն է։ Նա քո տատիկն է։ Քո հոր մայրը։ Լիլիթը զգաց, կարծես հատակը փախել է իր ոտքերի տակից։ Նա տատիկ ուներ։ Ինչպե՞ս։ Ինչու երբեք չէր հանդիպել այս կնոջը։ Մարթան դանդաղ մոտեցավ, աչքերը լիքն արցունքներով։ Լիլիթ, սիրելիս, ես գիտեմ, որ սա պետք է ցնցում լինի քեզ համար։ Ես ու պապիկդ շատ տարիներ առաջ հեռացել ենք քո հորից, այնպիսի տարաձայնությունների պատճառով, որոնք հիմա այնքան անմիտ են թվում։ Երբ ես իմացա, թե ինչ է պատահել, ինչ է նա արել քեզ հետ, ես կործանվեցի։ Ամիսներ շարունակ փորձում էի քեզ գտնել, մինչ մի սոցիալական աշխատող ինձ տվեց քո նոր ընտանիքի կոնտակտները։ Ես այստեղ չեմ եկել քեզ նրանցից խլելու, ես եկել եմ պարզապես քեզ հետ ծանոթանալու, քեզ ասելու, թե որքան եմ ցավում, որ ներկա չեմ եղել, երբ դու իմ կարիքն ունեիր։ Լիլիթը չգիտեր ինչ զգալ։ Զայրո, իտ։ Թեթացում։ Շփոթվածություն։ Նա նայեց Հեղինեին, ուղղորդում փնտրելով, Հեղինեն քաջալերող գլխով արեց։ Լիլիթն այնուհետ նորից նայեց Մարթային ասաց, նրա ձայնը փոքր էր, բայց հաստատուն։ Ինչու էիք վիճել։ Ինչու հեռացար հորիցս։ Մարթան խորը շունչ քաշեց նորից նստեց բազմոցին, նշան անելով, որ Լիլիթը նստի իր կողքին։ Աղջիկը վարանեց, բայց ի վերջո ընդունեց։ Մարթան սկսեց պատմել։ Հայրդ միշտ երազող տղա է եղել, Լիլիթ։ Նա ուզում էր օգնել մարդկանց, փոփոխություն բերել աշխարհում։ Երբ նա ասաց, որ ուզում է շտապօգնության բուժակ դառնալ, ես ու պապիկը չաջակցեցինք։ Մենք ուզում էինք, որ նա բժիշկ դառնա, իրավաբան, մի բան, որը մենք ավելի կարևոր էինք համարում։ Մենք շատ վիճեցինք դրա պատճառով, երբ նա որոշեց, այնուամենայնիվ, հետել իր ճանապարհին, մենք վերջնագիր ներկայացրեցինք։ Կամ նա անում էր այն, ինչ մենք էինք ուզում, կամ այլս մեզ վրա հույս չէր դնում։ Եվ նա ընտրեց իր երազանքը։ Իսկ մենք, հպարտ ու համառ լինելով, կտրեցինք կապը։ Տարիներ անցան, հպարտությունը թույլ չտվեց մեզ ընդունել, որ սխալվել էինք։ Մինչ որ շատ ուշ էր։ Լիլիթը լուր յուրացրեց այդ տեղեկությունը։ Հետո նա հարցրեց. Դուք գիտեիք, որ ես գոյություն ունեմ։ Մարթան գլուխը թափահարեց, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Ոչ։ Հայրդ երբեք կապ չհաստատեց ամուսնանալուց հետո։ Ես քո մասին իմացա միայն այն ժամանակ, երբ սկսեցի նրան փնտրել լքվելու լուրն իմանալուց հետո։ Եվ երբ ես քեզ գտա, երբ տեսա, որ քեզ սիրում խնամում է այս հրաշալի ընտանիքը, ես ուրախացա։ Բայց նա սիրտս կոտրվեց բոլոր այն տարիների համար, որոնք կորցրել եմ, բոլոր այն պատմությունների համար, որոնք կարող էի քեզ հետ կիսել։ Լիլիթը նայեց այն կնոջը, որն ասում էր, թե իր տատիկն է, նրա մեջ տեսավ նույն ցավը, որն ինքն էր կրում։ Լքվածության, կորստի, անվերադարձ ժամանակի ցավը։ Եվ նույնիսկ զգացմունքների ողջ խառնաշփոթի մեջ Լիլիթը կապ զգաց։ Նա մեկնեց իր փոքրիկ ձեռքը դիպավ Մարթայի ձեռքին։ Ես չգիտեմ, կարող եմ հիմա քեզ տատիկ կոչել։ Ես քեզ չեմ ճանաչում։ Բայց ես կուզենայի քեզ ճանաչել։ Եթե դու ուզում ես։
Մարթան բռնեց Լիլիթի ձեռքը, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք բանն է, գլխով արեց, անկարող խոսելու հուզմունքից։ Հեղինեն, հեռվից հետելով ամեն ինչին, զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Նա գիտեր, որ դա կարող է Լիլիթի համար, որ իր անցյալի, իր արմատների հետ կապ ունենալը բուժման գործընթացի մի մասն է։ Հաջորդ ամիսներին Մարթան դարձավ Լիլիթի կյանքի մշտական ներկայությունը։ Նա ամեն շաբաթ այցելում էր աղջկան, միշտ բերելով պատմություններ Անդրեի մանկության մասին, հին լուսանկարներ, բաղադրատոմսեր, որոնք նա սիրում էր։ Լիլիթը կլանում էր ամեն ինչ ցավի ուրախության խառնուրդով, իր մտքում վերականգնելով այն հոր կերպարը, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Մարթան նա սկսեց մասնակցել հատուկ օրերին, միշտ հարգելով Հեղինեի Միքայելի տարածքը, միշտ հասկացնելով, որ ինքն այնտեղ չէ որևէ մեկին փոխարինելու, այլ պարզապես Լիլիթի կյանքին ավելի շատ սեր ավելացնելու համար։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ Մարթան կարևոր բան բացահայտեց։ Նա կապվել էր մի իրավաբանի հետ պարզել, որ Անդրեն փախչելիս որոշ իրեր էր թողել։ Կար մի փոքրիկ սնդուկ, որը պահվում էր այն բնակարանում, որտեղ նա ապրում էր Կարինեի հետ, մի սնդուկ, որը սեփականատերը պահել էր, հուսալով, որ մի օր ինչ-որ մեկը կգա դրա հետից։ Մարթան վերցրել էր սնդուկը, այժմ ուզում էր տալ Լիլիթին, եթե նա պատրաստ լիներ տեսնելու, թե ինչ կա ներսում։ Լիլիթը խնդրեց, որ ամբողջ ընտանիքը ներկա լինի, երբ ինքը բացի սնդուկը։ Կիրակի օրը Միքայելի, Հեղինեի, Ռաֆիի, Մարթայի շրջապատում Լիլիթը բացեց այդ հին փայտե տուփը, տեսավ, թե ինչ կա ներսում։ Կային ընտանեկան լուսանկարներ, տասնյակներով։ Լիլիթը մանուկ հասակում, Լիլիթն անում է առաջին քայլերը, Լիլիթը փչում է ծննդյան մոմերը։ Կային նա Անդրեի որոշ անձնական իրեր, նրա շտապօգնության ծառայության կրծքանշանը, հին ստետոսկոպ, բժշկական գրառումներով լի մի տետր։ Եվ սնդուկի հատակին մի նամակ կար։ Լիլիթը դողացող ձեռքերով վերցրեց ծրարը։ Այն հասցեագրված էր իրեն, հոր գեղեցիկ ձեռագրով։ Նա նայեց Հեղինեին, լուր թույլտվություն խնդրելով բացելու։ Հեղինեն գլխով արեց, Լիլիթը, սիրտը ուժեղ բաբախելով, բացեց նամակը, սկսեց բարձրաձայն կարդալ։ Իմ սիրելի Լիլիթ, եթե դու սա կարդում ես, նշանակում է, որ ինչ-որ բան շատ սխալ է գնացել։ Ես միշտ գիտեի, որ իմ կայացրած որոշումները կարող են հետանքներ ունենալ, որ մի օր ես կարող եմ այլս այստեղ չլինել քեզ պաշտպանելու համար։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը իմ կյանքի ամենամեծ նվերն է եղել։ Ես քեզ սովորեցրի այն ամենը, ինչ գիտեի, որովհետև հավատում էի քեզ, որովհետև քո մեջ տեսնում էի մի յուրահատուկ լույս, մի ուժ, որը նույնիսկ դու ինքդ դեռ չէիր գիտակցում։ Ես շատ եմ ցավում, եթե հիասթափեցրել եմ քեզ։ Շատ եմ ցավում, եթե չեմ եղել այն հայրը, որին դու արժանի էիր։ Բայց խնդրում եմ, երբեք մի կասկածիր, որ քեզ սիրել են։ Դու եղել ես, կաս միշտ կլինես իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Ուժեղ եղիր, իմ փոքրիկ։ Քաջ եղիր։ Եվ միշտ հիշիր, որ գիտելիքն ուժ է, բայց սերն է այն իսկական ուժը, որը շարժում է աշխարհը։ Սիրում եմ քեզ ավելին, քան բառերը կարող են արտահայտել։ Հայրդ, Անդրե։ Երբ Լիլիթն ավարտեց կարդալը, սենյակում բացարձակ լռություն էր։ Հետո, կարծես պատնեշը քանդվեր, Լիլիթը սկսեց լաց լինել։ Բայց դրանք տխրության արցունքներ չէին, դրանք ազատագրման արցունքներ էին։ Որովհետև վերջապես նա ուներ այն պատասխանները, որոնք փնտրում էր։ Հայրը սիրում էր իրեն։ Նա միշտ սիրել է իրեն։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, դա չէր ջնջում։ Եվ նա կարող էր հաշտվել իր պատմության այդ մասի հետ։ Միքայելը գրկեց Լիլիթին, նրան հետեցին Հեղինեն, Ռաֆին, նույնիսկ Մարթան։ Բոլորն այնտեղ միավորված ցավով, բայց նա սիրով, ստեղծելով աջակցության ցանց այն աղջկա շուրջ, ով այնքան բան էր տեսել, դեռ այնքան բան ուներ ապրելու։ Եվ Լիլիթը, այդ հավաքական գրկախառնության մեջ, վերջապես հասկացավ այն, ինչ Միքայելն ասել էր ամիսներ առաջ։ Նա պարտավոր չէր ընտրել։ Նա կարող էր սիրել Անդրե Սիմոնյանին այն ամենի համար, ինչ նա տվել էր իրեն, սիրել Միքայել Անդրեասյանին այն ամենի համար, ինչ նա դարձել էր իր համար։ Նա կարող էր պահել Կարինեի հիշողությունները, նորեր կառուցել Հեղինեի հետ։ Նա կարող էր ունենալ եղբայր, տատիկ, մի ամբողջ ընտանիք, որն ընտրել էր իրեն այնքան, որքան ինքն էր ընտրել նրանց։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Լիլիթն արեց մի բան, որը վաղուց չէր արել։ Նա վերցրեց վարդագույն վերմակը, այն մեկը, որը եղել էր իր միակ ուղեկիցը փողոցներում անցկացրած ամիսների ընթացքում, զգուշորեն ծալեց այն։ Նա դրեց այն հատուկ տուփի մեջ, հոր նամակի սնդուկի լուսանկարներից մի քանիսի հետ միասին։
Դա հրաժեշտ չէր, դա գիտակցում էր, որ այդ գլուխը փակվել է։ Վերմակն այլս կարիք չուներ լինելու նրա վահանը, նրա զրահն աշխարհի դեմ։ Նա այժմ ընտանիք ուներ։ Նա տուն ուներ։ Եվ նա վերջապես պատրաստ էր լիարժեք ապրելու, առանց կորցնելու վախի, առանց սիրելու վախի։ Երբ Հեղինեն անցավ Լիլիթի սենյակով, բարի գիշեր մաղթելու, գտավ աղջկան արդեն քնած, շուրթերին թեթ ժպիտ։ Հեղինեն ուղեց նոր վերմակը դստեր վրա, համբուրեց նրա ճակատը շշնջաց. «Բարի գիշեր, դուստրս։ Դու շատ ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես»։ Եվ դա ճիշտ էր։ Լիլիթը վերապրել էր լքվածությունը, մենությունը, վախը։ Բայց դրանից ավելին, նա սովորել էր նորից վստահել, նորից սիրել, հավատալ, որ արժանի է երջանկության։ Եվ դա, գուցե, ամենամեծ հաղթանակն էր։ 2 տարի էր անցել այն անձրոտ գիշերվանից, որն ընդմիշտ փոխեց Լիլիթ Սիմոնյան Անդրեասյանի կյանքը։ Այժմ, 10 տարեկանում, նա բոլորովին այլ աղջիկ էր, քան այն վախեցած երեխան, որն ապրում էր Երանի փողոցներում։ Նրա մազերը երկարացել էին ու փայլում էին, միշտ հավաքված պոչիկով, երբ դպրոց էր գնում։ Նրա ժպիտը, որը նախկինում հազվադեպ էր ու վարանոտ, այժմ լուսավորում էր ցանկացած միջավայր։ Եվ նրա աչքերը, այն մուգ շագանակագույն աչքերը, որոնք մի ժամանակ այնքան վախ էին կրում, այժմ փայլում էին վստահությամբ ու հույսով։ Դպրոցը Լիլիթի համար ավելին էր դարձել, քան պարզապես ապաստան, այն դարձել էր նրա գերազանցության վայրը։ Նա դասարանի լավագույն աշակերտուհին էր, մասնակցում էր գիտական խմբակին, օգնում էր դժվարացող դասընկերներին, հարգված էր ուսուցիչների ու աշակերտների կողմից։ Ռաֆֆին, որն այժմ նույնպես 10 տարեկան էր, շարունակում էր լինել նրա լավագույն ընկերն ու ամենամեծ երկրպագուն։ Նրանք երկուսով անբաժան էին, հաճախ մարդիկ, ովքեր չգիտեին ընտանիքի պատմությունը, կարծում էին, թե նրանք երկվորյակներ են, այնքան մեծ էր նրանց միջ փոխըմբռնումը։ Հեղինեն զգալի փոփոխություններ էր կատարել իր իրավաբանական կարիերայում։ Նա սկսել էր ավելի շատ աշխատել տնից, ավելի քիչ գործեր վերցնելով, որպեսզի կարողանա ավելի շատ ներկա լինել երեխաների կյանքում։ Միքայելը, լիովին ապաքինված ինֆարկտից, իր տեխնոլոգիական ընկերությունը դարձրել էր ոլորտի ամենամեծ հաջողություններից մեկը, բայց միշտ ժամանակին տուն էր հասնում ընտանեկան ընթրիքի համար։ Իսկ Մարթան, տատիկը, որը եկել էր որպես անծանոթ դարձել Լիլիթի կյանքի կարևոր մասը, շաբաթական առնվազն 3 անգամ այցելում էր ընտանիքին, միշտ բերելով քաղցրավենիք պատմություններ։ Բայց այս 2 տարիների ընթացքում ամեն ինչ հեշտ չէր եղել։ Լիլիթը դեռ դժվար պահեր էր ունենում, գիշերներ, երբ արթնանում էր մղձավանջներից, օրեր, երբ տագնապն առանց պատճառի պատում էր նրան։ Թերապիան բժշկուհին Ունեի հետ շարունակվում էր, որովհետև բոլորը հասկանում էին, որ բուժումը գծային չէ, որ կան վերելքներ ու վայրէջքներ, որ օգնության կարիք ունենալը նորմալ է։ Մի սովորական երեքշաբթի օր ամեն ինչ նորից փոխվեց։ Լիլիթը դպրոցում էր, դասամիջոցին, երբ բակից ճիչեր լսեց։ Նա վազեց այնտեղ, գտավ աշակերտների մի բազմություն, որը հավաքվել էր գետնին ինչ-որ բանի շուրջ։ Ճանապարհ բացելով վախեցած երեխաների միջով, Լիլիթը տեսավ ուսուցիչներից մեկին, ուսուցչուհի Գայանեին, ընկած գետնին, կուրծքը բռնած ցավից տնքալով։ Դա ճիշտ նույն տեսարանն էր, որին նա ականատես էր եղել 2 տարի առաջ Միքայելի հետ։ Մի վայրկյան Լիլիթը քարացավ։ Այդ գիշերվա հիշողությունները լրիվ ուժով վերադարձան, վախը, հուսահատությունը, անզորության զգացումը։ Բայց հետո նրա ներսում ինչ-որ բան ակտիվացավ։ Կարծես թե Անդրեի, թե Միքայելի ձայնը արձագանքում էր նրա մտքում, ասելով, որ նա գիտի ինչ անել, որ նա ունի գիտելիք, որ նա կարող է։ Լիլիթը ծնկի իջավ ուսուցչուհու կողքին հաստատուն ձայնով, չնայած դողացող ձեռքերին, ասաց. «Ուսուցչուհի Գայանե, նայեք ինձ։ Ես ձեզ կօգնեմ»։ Ինչ-որ մեկը հիմա զանգահարի 103։ Դպրոցի աշխատակիցներից մեկն արդեն զանգահարում էր։ Լիլիթը ստուգեց ուսուցչուհու զարկերակը, նկատեց, որ այն անկանոն է, բայց առկա։ Նա հիշեց այն ամենը, ինչ սովորել էր առաջին օգնության դասընթացին, այն ամենը, ինչ Անդրեն սովորեցրել էր իրեն։ Նա խնդրեց, որ ինչ-որ մեկը բարձ բերի, ուսուցչուհու գլխի տակ դնելու համար, հրահանգեց աշակերտներին հեռանալ, տարածք օդ ապահովելու համար, մնաց այնտեղ, բռնած Գայանեի ձեռքը, ասելով, որ օգնությունը ճանապարհին է։ Ռաֆֆին վազելով հայտնվեց, դեմքը գունատ, տեսնելով քրոջը գործի մեջ։ Նա ուզում էր օգնել, բայց Լիլիթը խնդրեց, որ նա մյուս աշակերտներին հեռու պահի։ Շտապօգնությունը 10 րոպեից էլ քիչ ժամանակում հասավ, բուժակները տպավորված էին, գտնելով 10 տարեկան երեխայի, որն այդքան արդյունավետ առաջին օգնություն էր ցուցաբերում։
Նրանցից մեկը, Արթուր անունով մի տղամարդ, հարցրեց, թե որտեղ է նա սովորել դա։ Լիլիթը պարզապես պատասխանեց. Հայրս է ինձ սովորեցրել։ Երկուսն էլ։ Ուսուցչուհի Գայանեին հիվանդանոց տարան, հետազոտություններից հետո բժիշկները հաստատեցին, որ նա նախաինֆարկտային վիճակում է եղել, բայց Լիլիթի անհապաղ ցուցաբերած առաջին օգնությունը որոշիչ դեր է խաղացել։ Դպրոցի տնօրենը զանգահարեց Հեղինեին, պատմելով, թե ինչ է պատահել, երբ Լիլիթն այդ օրը տուն հասավ, գտավ ոչ միայն իր ծնողներին ու եղբորը սպասելիս, այլ լրագրողների մի խումբ, որոնք ուզում էին պատմել հերոսուհի աղջկա պատմությունը։ Հեղինեն Միքայելը խոսեցին Լիլիթի հետ, նախքան որևէ հարցազրույց թույլ տալը։ Նրանք բացատրեցին, որ նրա պատմությունը կարող է շատ մարդկանց ոգեշնչել, բայց նա պարտավոր չէ կիսվել որևէ բանով, որը չի ցանկանում։ Լիլիթը երկար մտածեց, հետո որոշեց, որ ուզում է պատմել իր պատմությունը։ Ոչ թե գովասանքի կամ հայտնիության համար, այլ որովհետև գուցե իր փորձը կարող է օգնել այլ երեխաների, որոնք դժվար իրավիճակներում են։ Հարցազրույցը եթեր հեռարձակվեց հաջորդ շաբաթ։ Լիլիթը պատմեց ամեն ինչ, կենսաբանական ծնողների կողմից լքվելուց մինչ փողոցներում իր կյանքը, Ռաֆֆի Միքայելի հետ հանդիպումը, որդեգրումը, տատիկ Մարթայի ժամանումը, վերջապես այն պահը, երբ փրկեց ուսուցչուհի Գայանեին։ Նա խոսում էր 10 տարեկան երեխայի համար զարմանալի հասունությամբ, նրա խոսքերը հուզում էին հազարավոր մարդկանց սրտերը, ովքեր դիտում էին հաղորդումը։ Ազդեցությունը հսկայական էր։ Լիլիթի պատմությունը տարածվեց սոցիալական ցանցերով, թերթերով, հեռուստահաղորդումներով։ Նա դարձավ հաղթահարման, դիմացկունության, այն բանի խորհրդանիշը, թե ինչպես սերը կարող է փոխել կյանքեր։ Բայց հայտնիությունից ավելի կարևոր էին նամակները։ Հարյուրավոր նամակներ սկսեցին գալ Անդրեասյանների ընտանիքին, որդեգրված երեխաներից, տրավմաներ հաղթահարած մարդկանցից, ծնողներից, ովքեր ոգեշնչվել էին պատմությունից, որդեգրելու տան կարիք ունեցող երեխաների։ Հենց այդ ժամանակ Հեղինեի մոտ մի միտք ծագեց։ Նա խոսեց Միքայելի հետ սոցիալական նախագիծ ստեղծելու մասին, որը կօգներ խոցելի վիճակում գտնվող երեխաներին, հատկապես փողոցներում ապրողներին։ Միքայելը հիացավ գաղափարով, անմիջապես իր ընկերության ռեսուրսները տրամադրեց։ Նրանք հիմնադրեցին Լիլիթ Սիմոնյանի անվան ինստիտուտը, մի կազմակերպություն, որն առաջարկում է ժամանակավոր ապաստան, կրթություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական դասընթացներ փողոցում հայտնված երեխաների դեռահասների համար։ Երբ Հեղինեն Միքայելը Լիլիթին պատմեցին իր անունը կրող ինստիտուտի մասին, աղջիկը խոսքեր չէր գտնում։ Նա չէր կարողանում հավատալ, որ իր պատմությունը, իր ցավը կարող են վերածվել այդքան գեղեցիկ նշանակալի բանի։ Նա միայն մի բան խնդրեց, որ ինստիտուտը նա առաջին օգնություն սովորեցնի բոլոր խնամարկյալ երեխաներին, որովհետև նա ուզում էր, որ այլ երեխաներ էլ ունենան այն գիտելիքը, որը մի օր փրկել էր Միքայելի կյանքը։ Լիլիթ Սիմոնյանի անվան ինստիտուտը բացվեց 6 ամիս անց, մեծ արարողությամբ, որին ներկա էին պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, ամենակարևորը, տասնյակ երեխաներ, որոնք լինելու էին նախագծի առաջին շահառուները։ Լիլիթը ելույթ ունեցավ բացմանը, նրա հաստատուն ձայնը արձագանքում էր դահլիճում։ Ես գիտեմ, թե ինչ է վախենալ, մրսել, սոված մնալ։ Ես գիտեմ, թե ինչ է մտածել, որ ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում, որ դու անտեսանելի ես աշխարհի համար։ Բայց ես նա սովորեցի, որ մեկ մարդը կարող է փոփոխություն բերել։ Որ սերն ու գիտելիքն ամենահզոր գործիքներն են, որ գոյություն ունեն։ Եվ որ կարող չէ, թե որքան դժվար է քո սկիզբը, դու միշտ կարող ես նոր սկիզբ ունենալ։ Այս ինստիտուտը բոլոր այն երեխաների համար է, ովքեր պետք է իմանան, որ իրենք կարող են, որ իրենց տեսնում են, որ իրենք արժանի են սիրո հնարավորությունների։ Եվ ես խոստանում եմ, որ քանի դեռ ես կարող եմ ինչ-որ բան անել, ոչ մի երեխա իրեն այնքան մենակ չի զգա, որքան ես էի զգում։ Հանդիսատեսի մեջ չոր աչք չէր մնացել, երբ Լիլիթն ավարտեց խոսքը։ Մարթան բացահայտ լաց էր լինում, հպարտանալով թոռնուհով, որին քիչ էր մնում չճանաչեր։ Ռաֆֆին ամբողջ ուժով ծափահարում էր, գոռալով, որ դա իր քույրն է։ Իսկ Հեղինեն Միքայելը, գրկախառնված, տեսնում էին, թե ինչպես է իրենց որդեգրած աղջիկը վերածվում իսկական ոգեշնչման աղբյուրի հազարավոր մարդկանց համար։ Բայց կյանքը Լիլիթի համար մեկ անակնկալ էր պահել։ Ինստիտուտի բացումից մի քանի շաբաթ անց Ռուբենը, մասնավոր խուզարկուն, որն օգնել էր գտնել Լիլիթին 2 տարի առաջ, խնդրեց խոսել ընտանիքի հետ։ Նա լուրեր էր բերել Անդրե Կարինե Սիմոնյանների մասին։ Լիլիթի կենսաբանական ծնողները դիտել էին հարցազրույցը հեռուստացույցով։ Տեսնելով իրենց լքած դստերը, վերածված այդ անհավանական աղջկա, նրանք կապվել էին Ռուբենի հետ, խնդրելով խոսել Լիլիթի հետ։
Նրանք ասում էին, որ զղջում են, որ ուզում են ներողություն խնդրել, որ կցանկանային բացատրել, թե ինչ է պատահել։ Լուրը ընկավ Անդրեասյանների ընտանիքի վրա ինչպես ռումբ։ Հեղինեն զայրացած էր, պատրաստ ամեն գնով պաշտպանել Լիլիթին։ Միքայելը թերահավատ էր, կասկածի տակ դնելով զույգի իրական մտադրությունները։ Ռաֆֆին չէր ուզում, որ նրանք մոտենան քրոջը։ Բայց Լիլիթը, զարմանալիորեն, լուռ էր, մտածկոտ։ Այդ գիշեր, երբ բոլորը քնել էին, Լիլիթը գնաց Հեղինեի Միքայելի սենյակ։ Նա նրբորեն թակեց դուռը, խնդրեց խոսել։ Նրանք երեքով նստեցին մահճակալին, Լիլիթը սկսեց խոսել։ Ես գիտեմ, որ դուք ուզում եք ինձ պաշտպանել։ Եվ ես սիրում եմ ձեզ դրա համար։ Բայց ես պետք է դա անեմ։ Ես պետք է նայեմ նրանց։ Լսեմ, թե ինչ ունեն ասելու։ Ոչ թե որովհետ ուզում եմ վերադառնալ, ոչ թե որովհետ հեշտությամբ ներում եմ նրանց, այլ որովհետ ես պատասխանների կարիք ունեմ։ Ես պետք է իսկապես փակեմ այս գլուխը։ Եվ ես դա կարող եմ անել միայն, եթե քաջություն ունենամ դիմակայելու նրանց։ Հեղինեն ուզում էր ասել ոչ, ուզում էր պաշտպանել իր դստերը ցանկացած լրացուցիչ ցավից։ Բայց նա նայեց Լիլիթին, տեսավ վճռականությունն այդ աչքերում։ Տեսավ ուժը, հասունությունը, քաջությունը։ Եվ նա հասկացավ, որ Լիլիթն այլս այն վախեցած աղջիկը չէր 2 տարի առաջվա։ Նա մեծացել էր, ուժեղացել, իրավունք ուներ իր սեփական որոշումները կայացնելու։ Հանդիպումը նշանակվեց հաջորդ շաբաթ Ռուբենի գրասենյակում, չեզոք վերահսկվող միջավայրում։ Հեղինեն, Միքայելը, Մարթան ներկա կլինեին, բայց մեկ այլ սենյակում, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լինի։ Լիլիթը պնդեց, որ մենակ մտնի այն սենյակ, որտեղ Անդրեն, Կարինեն սպասում էին իրեն։ Երբ Լիլիթը բացեց դուռը 2 տարվա մեջ առաջին անգամ տեսավ իր կենսաբանական ծնողներին, սիրտը սկսեց արագ բաբախել։ Անդրեն շատ էր ծերացել, մազերն այժմ ալեխառն էին, դեմքը կրում էր մեղքի ու զղջման խորը հետքեր։ Կարինեն ավելի նիհար էր, աչքերը կարմիր, կարծես շատ էր լաց եղել։ Երկուսն էլ ոտքի կանգնեցին, երբ Լիլիթը ներս մտավ, բայց նա ժեստ արեց, որ նստած մնան։ Նա նստեց նրանց դիմացի աթոռին, սպասեց։ Անդրեն առաջինը խոսեց, ձայնը խեղդված։ Լիլիթ, ես նույնիսկ չգիտեմ որտեղից սկսեմ։ Ներիր բառն այնքան փոքր, այնքան անբավարար է թվում այն բանի համար, ինչ մենք արեցինք քեզ հետ։ Մենք քեզ լքեցինք հնարավորինս վատթարագույն ձով։ Մենք քո ծնողներն էինք, այն մարդիկ, որոնք պետք է քեզ պաշտպանեին, մենք թիկունք դարձրինք, երբ դու ամենաշատն էիր մեր կարիքն ունեցել։ Դրան արդարացում չկա։ Ոչ մի։ Կարինեն շարունակեց, արցունքներն ազատ հոսում էին։ Մենք հուսահատված էինք, Լիլիթ։ Պարտքերը, սպառնալիքները, վախը։ Մենք խուճապի մատնվեցինք, կայացրինք հնարավորինս վատթարագույն որոշումը։ Մենք մտածեցինք, որ դու ավելի լավ կլինես առանց մեզ, որ ինչ-որ մեկը քեզ կգտնի, քեզ ավելի լավ կխնամի, քան մենք կարող էինք։ Բայց դա չի վերացնում մեր պատասխանատվությունը։ Մենք քեզ հիասթափեցրինք ամենասարսափելի ձով, որ ծնողները կարող են հիասթափեցնել։ Լիլիթը լուռ լսեց ամեն ինչ։ Հետո նա խոսեց, ձայնը հաստատուն, բայց հուզմունքով լի։ Ես 2 տարի փորձում էի հասկանալ, թե ինչու դուք դա արեցիք։ Ես գիշերներ չեմ քնել, հարցնելով, թե ինչ եմ սխալ արել, ինչու ես բավարար չէի, որ դուք մնայիք։ Եվ միայն վերջերս ես հասկացա, որ դա երբեք իմ մասին չի եղել։ Դա ձեր մասին էր, ձեր ընտրությունների, ձեր թուլությունների։ Դուք ինձ արժեքավոր բաներ եք սովորեցրել, հայրիկ։ Դու ինձ սովորեցրիր, որ գիտելիքն ուժ է, որ մարդկանց օգնելը կարևոր է։ Եվ դրա համար ես շնորհակալ եմ։ Բայց դու նա ինձ սովորեցրիր, առանց ցանկանալու, որ սերը միայն խոսքեր չէ, այլ գործողություններ։ Եվ ձեր գործողություններն ինձ վիրավորեցին մի ձով, որը շատ երկար կպահանջվի բուժվելու համար։ Անդրեն գլուխը խոնարհեց, անկարող նայելու դստերը։ Լիլիթը շարունակեց. Ես այսօր այստեղ եմ եկել ոչ թե որովհետ հեշտությամբ ներում եմ ձեզ, կամ որովհետ ուզում եմ վերադառնալ այն կյանքին, որն ունեինք։ Ես եկել եմ, որովհետ պետք է, որ դուք իմանաք, որ ես վերապրել եմ։ Որ չնայած ամեն ինչին, ես գտել եմ մի ընտանիք, որն ինձ իսկապես սիրում է, որը ինձ չի լքում, երբ ամեն ինչ դժվարանում է։ Ես գտել եմ մարդկանց, ովքեր ինձ ընտրել են, ովքեր ինձ տուն են տվել, ովքեր ինձ սովորեցրել են, որ ես արժեք ունեմ։ Եվ ես եկել եմ ասելու, որ ես լավ եմ լինելու։ Ոչ թե ձեր շնորհիվ, այլ չնայած ձեզ։ Կարինեն բարձր հեկեկաց, ձեռքերը դեմքին տանելով։
Անդրեն վերջապես նայեց Լիլիթին, նրա մեջ տեսավ ոչ թե այն փխրուն աղջկան, որին թողել էին, այլ մի ուժեղ, վճռական, ունակ երիտասարդ կնոջ։ Լիլիթ, դու մեզ ոչինչ պարտք չես։ Ոչ ներում, ոչ երկրորդ հնարավորություն, ոչինչ։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ այդ հարցազրույցը դիտելը, տեսնելը, թե ինչ անհավանական կին ես դու դառնում, միաժամանակ ամենահպարտ, ամենացավոտ բանն էր, որ երբես զգացել եմ։ Որովհետև ես կարող էի դրա մի մասը լինել, բայց ես դեն նետեցի այդ հնարավորությունը։ Եվ ես այդ մեղքի զգացումը կրելու եմ իմ կյանքի մնացած մասը։ Լիլիթը երկար լուռ մնաց։ Հետո նա ոտքի կանգնեց, պատրաստ հեռանալու։ Բայց դուռը բացելուց առաջ նա մեկ անգամ շրջվեց։ Մի օր, գուցե ես կարողանամ ձեզ լիովին ներել։ Բայց այդ օրը այսօր չէ։ Այսօր ես կարող եմ միայն ասել, որ հուսով եմ դուք կսովորեք ձեր սխալներից, որ դուք ավելի լավ մարդիկ կդառնաք։ Եվ որ եթե մի օր դուք մեկ հնարավորություն ունենաք ծնողներ լինելու, ինչ-որ մեկին խնամելու, դուք չեք փախչի։ Որովհետև սիրել նշանակում է մնալ, նույնիսկ երբ դժվար է։ Եվ դուք ինձ դա սովորեցրիք ամենադաժան ձով։ Եվ այս խոսքերով Լիլիթը դուրս եկավ սենյակից։ Նա գտավ Հեղինեին, Միքայելին Մարթային սպասելիս, պարզապես նետվեց Հեղինեի գիրկը, լաց լինելով այն ամենը, ինչ զսպել էր խոսակցության ընթացքում։ Հեղինեն ամուր բռնեց նրան, նուրբ շրջաններ անելով դստեր մեջքին, շշնջալով, որ ամեն ինչ կարգին է, որ նա այնքան քաջ էր, որ ամեն ինչ ավարտվեց։ Այդ գիշեր, տանը, ընտանիքը հավաքվեց հյուրասենյակում։ Լիլիթը պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, այն ամենը, ինչ զգացել էր, այն ամենը, ինչ ասել էր։ Եվ երբ նա ավարտեց, Ռաֆֆին գրկեց քրոջը ասաց. Դու ամենաուժեղ մարդն ես, ում ես ճանաչում եմ, Լիլ։ Եվ ես շատ եմ հպարտանում, որ քո եղբայրն եմ։ Լիլիթը ժպտաց արցունքների միջից պատասխանեց. Եվ ես եմ հպարտանում, որ քո քույրն եմ, Ռաֆ։ Միքայելը մոտեցավ, ձեռքերը դրեց Լիլիթի ուսերին։ Գիտես, ինչն է ինձ ամենաշատը տպավորում քո մեջ, Լիլիթ։ Ոչ թե քո խելքը, կամ քո քաջությունը, կամ այն փաստը, որ դու կյանքեր ես փրկել, այլ քո կարողությունը, ցավը սիրո վերածելու, վերցնելու այն ամեն վատը, ինչ պատահել է, դրանից ինչ-որ լավ բան ստեղծելու։ Դու յուրահատուկ ես ոչ թե չնայած նրան, ինչ ապրել ես, այլ այն բանի շնորհիվ, թե ինչպես ես ընտրել վարվել դրա հետ։ Հեղինեն համաձայնեց, աչքերը փայլում էին։ Դու մեզ շատ բան սովորեցրիր, Լիլիթ։ Դու մեզ ցույց տվեցիր ընտանիքի, դիմացկունության, անվերապահ սիրո իսկական իմաստը։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ կարևոր չէ, թե քանի տարի կանցնի, կարևոր չէ, թե ինչ կպատահի, մենք միշտ այստեղ կլինենք։ Սա միշտ կլինի քո տունը։ Մենք միշտ կլինենք քո ընտանիքը։ Լիլիթը նայեց սենյակի շուրջը, այն մարդկանց, ովքեր դարձել էին իր ապահով նավահանգիստը, իր տունը, իր իսկական ընտանիքը։ Եվ նա վերջապես հասկացավ, որ ընտանիքը միայն արյան կամ ազգանվան մասին չէ։ Այն ընտրության, ներկայության, սիրո մասին է, որը մնում է նույնիսկ փոթորիկների ժամանակ։ Հաջորդ ամիսները համախմբման ամիսներ էին։ Լիլիթ Սիմոնյանի անվան ինստիտուտը ծաղկեց, օգնելով հարյուրավոր երեխաների։ Լիլիթը նորից սկսեց պարբերաբար այցելել ինստիտուտ, խոսելով երեխաների հետ, կիսվելով իր պատմությունով, հույս տալով նրանց, ովքեր դրա ամենաշատ կարիքն ունեին։ Նա սկսեց կամավորական առաջին օգնության դասեր տալ, սովորեցնելով այլ երեխաների նույն տեխնիկաները, որոնք մի օր փրկել էին Միքայելին ուսուցչուհի Գայանեին։ Ի դեպ, ուսուցչուհի Գայանեն լիովին ապաքինվել էր։ Վերադարձել դասավանդման։ Նա միշտ շնորհակալություն էր հայտնում Լիլիթին, երբ տեսնում էր նրան, ասելով, որ իր կյանքով պարտական է այդ անհավանական աղջկան։ Իսկ Լիլիթը իր բնորոշ համեստությամբ միշտ պատասխանում էր, որ պարզապես արել է այն, ինչ ճիշտ էր, այն, ինչ հայրն էր իրեն սովորեցրել։ Մի առոտ շաբաթ օր, գրեթե 3 տարի անց այն անձրոտ գիշերվանից, որը փոխեց ամեն ինչ, Անդրեասյանների ընտանիքը հատուկ զբոսանքի գնաց։ Նրանք այցելեցին այն նրբանցքը, որտեղ Միքայելը վատացել էր, որտեղ Լիլիթը գտել փրկել էր նրա կյանքը։ Վայրն այժմ այլ տեսք ուներ, ավելի մաքուր, ավելի խնամված, բայց դեռ կրում էր այդ օրվա հիշողությունները։ Լիլիթը նայեց շուրջը, հիշելով այն վախեցած աղջկան, որ ինքն էր, գծկված աղբամանի կողքին, պատառոտված վարդագույն վերմակով։ Հիշելով վախը, մենությունը, այն համոզմունքը, որ ոչ ոք իրենով չի հետաքրքրվում։ Եվ հետո նա նայեց իր ընտանիքին, իր կողքին կանգնած Ռաֆֆիին, ձեռք ձեռքի տված Հեղինեին ու Միքայելին, հպարտ ժպտացող Մարթային, հասկացավ, թե որքան է փոխվել։ Ոչ միայն արտաքնապես, այլ ներքուստ։
Նա այլս այն կոտրված աղջիկը չէր։ Նա Լիլիթ Սիմոնյան Անդրեասյանն էր, վերապրող, հերոսուհի, սիրված դուստր։ Միքայելը ձեռքը դրեց Լիլիթի ուսին ասաց. «Գիտես, ինչ եմ մտածում, երբ նայում եմ այս վայրին։ Ես մտածում եմ, որ սա այն օրն էր, երբ երկու կյանքեր փոխադարձաբար փրկեցին միմյանց։ Դու փրկեցիր իմ կյանքն այդ գիշեր, Լիլիթ։ Բայց ես նա կարծում եմ, որ ես ու Հեղինեն փրկեցինք քոնը։ Եվ Ռաֆֆին նույնպես։ Եվ տատիկ Մարթան։ Մենք բոլորս փրկեցինք միմյանց»։ Լիլիթը գլխով արեց, արցունքները հոսում էին դեմքով, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ «Դուք ինձ ավելին տվեցիք, քան տուն։ Դուք ինձ նպատակ տվեցիք։ Դուք ինձ ցույց տվեցիք, որ ես կարող եմ, որ ես արժեք ունեմ, որ ես կարող եմ փոփոխություն բերել։ Եվ դրա համար ես հավերժ շնորհակալ եմ լինելու»։ Ռաֆֆին, միշտ խմբի ամենաթեթը, կոտրեց հուզական պահը, ասելով. «Լավ, բավական է լաց լինեք, գնանք պաղպաղակ ուտենք։ Ի վերջո, այսօր շաբաթ է, մենք արժանի ենք տոնելու»։ Բոլորը ծիծաղեցին, միասին քայլեցին փողոցով դեպի մոտակա պաղպաղակի սրահը։ Քայլելիս Լիլիթը վերջին անգամ հետ նայեց դեպի նրբանցքը, որը խորհրդանշում էր իր անցյալը։ Եվ հետո նայեց առաջ, դեպի իր ընտանիքը, դեպի իր ապագան։ Եվ նա ժպտաց։ Որովհետև նա վերջապես հասկացավ, որ անցյալը չի սահմանում, թե ով է ինքը։ Նրա ընտրությունները, նրա սերը, նրա ուժն են սահմանում։ Եվ նա ընտրում էր լինել երջանիկ։ Նա ընտրում էր լինել սիրված։ Նա ընտրում էր ամեն օր նորից սկսել, եթե անհրաժեշտ լիներ։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Լիլիթը գրեց իր օրագրում մի բան, որը սկսել էր անել որպես թերապիայի մաս։ Նա գրեց. «Այսօր ես հասկացա, որ կյանքը փոթորկի անցնելուն սպասելը չէ, այլ անձրի տակ պարել սովորելն է։ Ես պարեցի։ Ես վերապրեցի։ Եվ հիմա ես ապրում եմ։ Իսկապես։ Որովհետև ես ունեմ մի ընտանիք, որն ինձ սիրում է, մի նպատակ, որն ինձ առաջ է մղում, մի ապագա, որն ինձ սպասում է բաց գրկով։ Եվ սա ավելին է, քան ես երբեք երազել եմ ունենալ»։ Նա փակեց օրագիրը, անջատեց լույսը, պառկեց հարմարավետ մահճակալին, այն սենյակում, որը միայն իրենն էր, այն տանը, որն իր տունն էր։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա քնեց առանց վախի, առանց մղձավանջների, առանց անհանգստությունների։ Որովհետև նա տանն էր։ Նա ապահով էր։ Նա սիրված էր։ Եվ նա վերջապես ամբողջական էր։